Ուրեմն, Շիշետանյաշիկ Շամրիտան, Բաքվինոն Թակուր, մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք հոգևոր կյանքի օրինաչափությունները, որովհետև հոգևոր մարդու համար ահռելի կարևորություն ունի, որ ինքը գրագիտություն ունենա, թե ընդհանրապես ինչ փուլերից է կազմված հոգևոր կյանքը, որպեսզի ինքը կարողանա գնահատի, թե ինքը որ փուլում է գտնվում, անկախ նրանից, թե քանի օր կամ քանի տարի է գտնվում կյանքի մեջ, ինչեր ունի անելու, այդ անելիքը ինչպես պիտի արվի, որ ազնվորությունը ինքը կարողանա առաջ գնա, այս պահին դեռ Բաքվինոն Թակուրը մեզ հետ մեթոդները չի քննարկում, ինքը դեռ որ քննարկում է հոգևոր կյանքի ստրուկտուրան, թե որպեսզի մենք ընդհանուր պատկերացում ունենանք, թե ինչի մասին է խոսքը։ Եթե խոսում ենք երկու նախադասությունով, ապա խոսքը գրեթե մեզ փիստակ ծկում է հանեմ, կանաչները բան այլ էսենց բացած ուրեմն չի ասում ստրուկտուրայի մասին է խոսքը, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր պատկերացում կազմենք, թե որտեղից պիտի սկսենք, այդտեղ շեշտերը որոնք են, եւ ասենք, մինչեւ կհասնենք վերջի նպատակին, չէ՞։ Ճանապարհը ինքը սկսվում է ատելությունից, որը կենդանիները ունեն իրար հանդեպ եւ Աստծո հանդեպ իրական աշխարհում, եւ վերջանում է մաքուր սիրով, եւ Աստծո հանդեպ, եւ գերագույն եւ կենդանի էակների հանդեպ, եւ այստեղ երևի ես միացնեմ համել հենց իրան կենդանի էակին, որտեղ մենք շատ այդպիսի դեպքեր գիտենք, երբ որ հոգեբանները իրանք հետազոտություններ են արել եւ նույնպես եկել են այդ հասկացողության, որ շատ մարդիկ իրանք հենց առաջի հերթին իրանք չեն սիրում, հետո նոր այդ իրանք չսիրածը իրանք պրոյեկցիա են անում աշխարհի վրա, չէ, ուրեմն ինքը ազնվորությունը ինքը իր հանդեպ էլ պիտի ճանապարհ անցնի ատելությունից մինչև մաքուր սեր։ Ոնց է տեղի ունենում ընդհանրապես այդ հատկապես իր հանդեպ ատելությունը հաղթահարելու ճանապարհը, այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ նյութական աշխարհում կենդանիների մարմինն է, իրանց ծնունդը, ընդհանրապես այդ դախնական տվյալները, իրանք կախված են նրանից, թե ազնվորությունը ինքը իր անցյալ կյանքերում ինչ է արել։ Կենդանիակի հոգեբանությունը ինքը միշտ էց է, որ ինքը սիրում է ինչ ուզում է անի, հետո ինչ ուզում է ստանա։ Գերագույն Աստծո ազնվորությունը ասում է երջանկներից, բայց դες չի դու։ Դու ինչ ուզում ես անում ես, ես չեմ խանգարում, բայց հետո ստանում ես այն, ինչի որ արժանի ես։ Այս այա արդարությունը, ու բնականաբար, երբ որ ազնվորությունը, ասենք ինքը հատկապես, եթե չի հիշում իր անցյալ կյանքերը, կամ ասենք չի ընդունում այն գիտությունները, որոնք իրանք օգնում են, որպեսզի մարդինքը մոտավորապես հասկանա իր անցյալ կյանքերի առաջարածները, չէ՞, ինքը մնում է այդպես, բանի մեջ, նիվեզինի, ոնց է, այդ որ չգիտի, էլի, այդ սֆերայից ինքը ոչ բան չգիտի, մինչև կյանքի վերջ չի կարողանում հասկանա ինչի է մեկը սիրուն ծնվել ինքը տգեղ, չի կարողանում հասկանա ինչի է մեկը թագավոր ծնվել ինքը աղքատ, եւ այլն, այն ինչ որ իր ամոթ վատ է, ինքը չի կարողանում հասկանա ինչի է տենց, բնականաբար նեղանում է աշխարհից, այդ հատկապես եթե այդ ամենը կախված է մանավանդ տգեղ մարմնի հետ, ուրեմն ամեն անգամ հայլու մեջ նայելուց ինքը իրան ատում է, ինչի որտեղ ինքը նայում է, տեսնում է, որ ասենք այն ազնվորությունները, որոնք իրանք հաճելի արտաքին ունեն, իրանք կարողանում են կյանքը վայելեն, իսկ վայելքի տեսանկյունից իր վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, չէ՞։ Այդ ժամանակ իրան ասում են, դե ոչ Իժբան ջան, հոգեբանները ժամանակակից ասում են, ոչ Իժբան ջան, մխիթարվի, հա, այդ թեման փակի, հասկացի, որ այդ պրամոյ չեն ասում, բայց դա դուրս գալի էլի, որտեղ իրանք ինչ են ասում, իրանք սկսում են մարդու ուշադրությունը շեղել, ասում են, կարաս նկարես, կարաս երաժշտությամբ զբաղվես, կարաս գնաս պարեր սովորես, այս կյանքում լիքը ուրիշ վահայքներ կան սեքսից բացի, и так далее, չէ՞, բայց մարդու կենտրոնացումը, ինքը նույնիսկ սեքսը չի, էլի սուտ է, մարդու կենտրոնացումը այն է, որ ինքը սեր ստանա, որ իրան ինչ-որ մեկը սիրում է, թեկուզ որպես ընկեր, թեկուզ ինչ-որ մի ձևի, ինչու համար,
որովհետև ուրիշ կենդանի էակի ուշադրությունն է, որ իմաստա տալիս գոյությանը։ Հասկանում եք։ Նույն ինչ մարդը ինքը լինի իմպերսոնալ բրահմանի մեջ, ինչ ապրի, ասենք, նյութական բազմազանության մեջ ու ոչ մի կենդանի էակի ուշադրություն չունենա, չէ՞։ Չէ՞ որ ասենք, եթե մենք ուշադիր նայենք, մենք միանգամից կարող ենք նկատել, որ շատ դեպքերում այդ վատ բան անելը, չէ՞, մարդը անում է, երբ որ ինքը իրանով, երբ որ ինքը ոչ լավն էր, ոչ վատն էր, սովորական միջին մարդ էր, իր վրա ոչ մեկ ուշադրություն չեն դարձնում։ Ու ինքը ենթագիտակցաբար գալիս է այդ եզրակացության, որ գոնե թող ատեն, բայց նկատեն, որ ես կամ, ու ինչքան ես ավելի փիս բաներ անեմ, չէ, այդքան ավելի շատ են նկատելու, որ ես կամ, թեկուզ վախով, բայց ընդունեն, որ ես կամ։ Հասկանում եք։ Սա չէ որ բան չէ։ Ու դա ասենք, երբ որ մարդու տվյալները իրանք վատն են, իր համար շատ դժվար է ընդունել այդ ամեն ինչը, եթե ինքը գիտելիք չունի ու կարող է, այո, ինքը իր հանդեպ ատելություն զարգացնի։ Այստեղ իհարկե հոգևոր կյանքը ինքը ոչ մի բան չի կարող անի, որտեղ ինքը պլաստիկ քիրուրգ չի, որ ասենք, մեկ էլ ավարոտը վեր կենաս, մենակ նրա համար, որ դու հոգևոր ես դարձել, ինչու սիրուն անաս։ Արտահայտված կարման ինքը չի փոխվում։ Հոգևոր կյանքը ինքը կարող է մարդուն տա խարիզմայի ավելացում, հա, համայնքի ավելացում, բայց ոչ մի այդպես ֆիզիկապես մարդը ինքը նույնն է։ Ասենք դա չի փոխվում, էլի անփոփոխ է։ Կոչվում արտահայտված կարմա, որը ինքը այն է, ինչ որ քեզ ծնվածովանից տրված է ու դա հնարավոր չի փոխել։ Դեկուս մարդիկ իրանք շատ մեծ փորձեր են կատարում այդ ծնունդի տվյալները վերանցելու, չէ՞։ Հիմա ջեներս։ Ուրեմն մենք տեսանք, որ հոգևոր կյանքը ինքը սկսվում է նրանից, որ կենդանիակները 4 բանից տարապանք բարգավաճության կամ հաջողության պահպանում, հետաքրքրասիրություն, բացարձակ ճշմարտության ընդդրդունքներ, չէ՞։ Այդ 4 տիպի մարդիկ են, որ իրանք դիմում են Աստծուն, եւ բնականաբար այդ 4 տիպի մարդիկ իրանք տարբեր Աստծուց տարբեր վերաբերմունք են սպասում։ Դրանք ովքեր տառապանքից են գալիս, նրանք առաջերտին նյութապես մոտիվացված են։ Իրանք առաջերտին շահագրգռված են, որ Աստված ինքը ուրեմն բանանի, պաշտպանի իրաց տառապանքներից։ Այստեղ միշտ մենք խոսում ենք, շատ ենք խոսացել դրա մասին, իման մի նախադասություն անցնենք առաջ, այսօր դրա վրա ժամանակ չտասենք, էլի։ Ուրեմն այդտեղ ինչ է տեղի ունենում։ Այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պայման է դնում։ Առաջերտին ինքը բացատրում է, թե որտեղից տառապանքը։ Ինքը ասում է, որ այդ բոլոր տառապանքները դու կամ վաստակել ես, կամ թույլ ես տվել։ Սա նշանակում է, որ դու կամ ինքդ վատ արարքներ ես կատարել անցյալ կյանքերում, եւ ես ստիպված եմ եղել այդ քո վատ արարքների դիմաց քեզ հատուցեմ, նույն բանով մի արարքի հետ են, ինչ որ չես ուզում անել, որ ես քո հետ, չէ՞, այդ բանն է գործում։ Հիմա եւ ասեք երկրորդը դա նայա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, եւ դու շատ բան սենտիմենտալ ես, հա, եւ ուշադրություն չես դարձրել այս աշխարհի իրականության վրա։ Դու բոլորովին ուշադրություն մեջ թվում ես, բավարար չես հասկացել, որ այս աշխարհը ինքը լիքն է ագրեսիվ կենտրոնի էակներով, որ այս աշխարհը ինքը բաների մտադիր չի երջանկություն տա։ Երջանկության համար պետք է պայքարել, ու ես միշտ ասում եմ, պետք է երկու փուլ է նյութական աշխարհում։ Ձեռք բերելու համար պայքարեցիր, կենտրոնիակին թվում է, թե վсё բանալա, վայելելու ժամանակ պետք է մի քթուրանում, մեկ էլ հոպ գալիս են նախած կենտրոնիակները, ասում են հարիստեղ, տեսնեք էդի ո՞րը դու երջանիկ ես, դու երջանիկ ես, ճանաչում ես, դու երջանիկ ես, եթե ես դժբախտ եմ։ Տանուր առնով ես կուսակցությունն է գնում նախածների մեջ, չէ՞։ Եվ ասենք այ երկրորդ փուլով ճիք պիտի գործադրես, որ պահպանես։ Եթե դու այդ երկու բանը չես հասկանում, հա, դա նշանակում է, որ դու ագրեսիվ կենտրոնիակների համար խոցելի ես վերջը։ Ոչ ոք խոսակցություն չկա։
Դրա համար բոլոր այն խոսակցությունները, երբ որ խոսացվում է նրա մասին, որ հոգևոր դաշտը դա անպաշտպան կենդանիակների դաշտ է, որոնք իրանք ամեն ինչը համբերում են, հանդուրժում են, բացեց արի գլխից նստի, գլխից վրա բարի, ինչ ուզում ես արա, ուզում ես ինձ բռնաբարի, ուզում ես արտար, ինչ ես պիտի համբերեմ, ես պիտի ներեմ, ես ինչ սա ստից խոսակցություններ են, դեռ գոյություն չունի։ Դա մարդիկ են հորիները լրիվ ուրիշ նպատակներով։ Իսկական կրոնականությունը ինքը տրեզվստ Սթափություն է կարողում, հա? Համենայնդեպս արիացիները իրանք սթափ էին։ Իրանք շատ հանգիստ ասում են, Աստված ինքը ասում է, այս աշխարհը ինքը վտանգավոր աշխարհ է, հա? Եվ կա երեք տեսակի տառապանք, որից ամենակարևորը երկուսն են։ Դու ինքդ ես քեզ տառապանք պատճառում, որտեղ կամ վատ բաներ ես արել կամ տգետ ես, սխալվել ես, հա? Կամ էլ դու չես հասկանում դու որտեղ ես գտնվում, ու երբ որ քո մոտ երջանկություն է եկել, դու մստել ես պրոստը սկսել ես վայելել, ու ստացել ես ինչ որ ստացել ես։ Եկել են անձնավորությունները, որոնք քեզ նահանջում են, ու հարաբարի ասեմ կներեք, հերետանիցում են ու լավ են անում։ Ինչի են լավ անում, որ դու չես հասկանում որտեղ ես գտնվում։ Դրա համար արիացիները իրենք ունեին այն, ինչի համար, որ արիացիների քաղաքակրթությունը ուսումնասիրում են տղամարդիկ։ Իրենք ահավոր հզոր էին ու ահավոր անհաղթահարելի вообще իրանց մեջ կային ազնվորություններ, որոնք պաշտպանում էին պետությունը, չէ, որոնց ոչ մեկ չէր կարող հաղթել։ Այդ բոլորը գիտեին, որ այդ մարդը եթե տեղ է, ինչ-որ պատերազմական գործողություններ ձեռնարկել է, դա մահա, ոչ մեկի մտքի ծայրով չէր անցնում, չէ՞։ Այսինքն իրանք ինչ են ասում արիացիներ, ասում են, հա, նյութական աշխարհը ինքը այդպես է, դու պիտի միշտ պատրաստ լինես, ուզում ես հոգևոր եղի, ինչ ուզում ես եղի, նյութական աշխարհի օրենքները մնում են նյութական աշխարհի օրենքներ, վերջ, ու դու այդ օրենքները պիտի հասկանաս, ըստ այդ օրենքների պիտի ապրես, վերջ, հա, հիմա, ուրեմն երբ որ կենդանիակ ենք արդեն դիմում ակրոնին, Գերագույն Աստվածնավորությունը առաջին հերթին դա է բացատրում, որ դու այլանդակալեր անելը դադարի, հա, մենք դες խոսացինք, սխալ արարքները, որոնք իրանք տառապանք են բերում, հա, պլինտուսից ցածր, դա 4 սկզբունքներն է, որտեղ ես ամենքս հետ մտնելու ենք եւս 11 սկզբունքների, որտեղ արդեն լուրջ խոսակցություն է սկսելու։ Այդ պրոստը բուսակեր լինելը, չխմելը, չծխելը, չգիտեմ, սեքսով չզբաղվելը, ինչ անել, դա խաղու պար է։ Դա պրոստը այսպես, որ փրշտացիր մտար հոգևոր կյանք, դու դրանից սկսես։ Հա? Որովհետև այդ 4 գործողությունները իրանք բան են, էլի, տգիտության եւ կրքերի գոյավիճակին կապող գործողություններ են։ Եվ եթե մինչև դու չհրաժարվես այդ գոյավիճակների հետ կոնտակտի բերող սովորություններից, դու ուրիշ արդյունք չես կարող ստանալ։ Ուզում ես 1000 շրջան մանրակրկնի, ուզում ես օրեկան 360 անգամ ասա հայր մեր, ուզում ես 400,000 անգամ գլուխդ խփի պատին։ Եթե դու գործողություններ ես անում, որոնք նյութական օրենքների համաձայն քեզ բերում են այն օրինաչափության հետ կոնտակտ, որ ինքը տառապանք ու բռնություն է ապահովում, դու չես կարող դրանից խուսափես։ Հասկանում եք, հոգևոր մարդ ինքը տենց առավելություն չունի, որ ինքը ինչ մեղք ուզում ակարա գործի, մենակ նրա համար, որ ինքը կներեք, ուզես պատկերավոր ասեմ, էլի վզին խաչա կախե կամ ճակատին ձիվը կայա դրել, ուրեմն ոչինչ։ Տենց բան չկա։ Նյութական աշխարհը ունի իր օրենքները, չէ՞։ Ու Գերագույն Աստվածնավորությունը ինքը ասում է, եթե ուզում ես իմ կողմից պաշտպանված լինես, պիտի պահես բարոյականության օրենքները։ Բարոյականության օրենքները դեռ չի գնում խոսք նրա մասին, որ կենդանիակ ինքը հրաժարվում է նյութական աշխարհը վայելելու գաղափարից։ Խոսքը գնում է նրա մասին, որ ինքը կոռեկտում է իր ցանկությունները, այնպես ինքը երկու գործ անի։ Մեկը դա նա է բարոյականության դաշտում էլի, մեկը դա նա է, որ ազնվորությունը ինքը, եթե այնպիսի ցանկություն ձևավոր է, որ իր մեջ բարոյական ուրիշ կենդանիակների տառապանք, պետք է ուժ ունենա իր ցանկությունը վերանայի։ Դա առաջինն է։ Հա? Երկրորդը դա նա է, որ երբ որ ինքը իր բանը ցանկությունները իրականացնում է,
ինքը պետք է աշխատի իր ցանկությունները իրականացնելուց ոչ մեկին չանի կստացի։ Այն ազնվորությունները, որոնք դա կարողանում են անել շատ բարձր մակարդակի, իրանք բարոյականության բանում շատ բարձր կենթանի ակտեր են։ Հիմա եւ դա հոգեվոր դաշտում դա կոչվում է կարգավորիչ սկզբունքների этап, որտեղ ուրեմն երկու կարգավորիչ սկզբունք պիտի վերցնի՝ բարոյական օրենքները եւ կրոնական ծիսակատարությունները։ Որն են այդ կրոնական ծիսակատարությունները։ Տարբեր կրոններ իրանք ունեն իրանց ծիսակատարությունները։ Հասկանում եք։ Մեկը մոմավարում աղոթում է, մյուսը աստվածություններին ծառայություն անում, չգիտեմ, մանտրայա կրկնում, մյուսը գլուխը պատի նախփում է, մեկը հատակի նախփում է, չգիտեմ, ամեն մեկը ունի իր ծիսակատարությունները, չէ՞։ Հիմա կախված նրանից, թե ինչքանով են այդ ծիսակատարությունները իրանք ռեալ աստվածային, բայց բոլոր դեպքերում մեկը ծիսակատարություններ կատարելուց կենթանիակը այնտեղ ամենակարևորը դա է, որ ինքը ոնց որ սովորություն է ձեռք բերում իր հույսը դնի Աստծո վրա, սովորություն է ձեռք բերում, որ գիտակցի, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամեն ինչի վկանա, չէ՞։ Եթե առաջի բանն է, որ ինքը պիտի գիտակցի Աստծո մասին, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամեն ինչի վկան է։ Ու դու դեռ ինչ հեքիաթ կնստես իրան կպատմես քո մասին, դա вообще կարևոր չի, որտեղ ինքը շատ ավելի լավ գիտի, որտեղ ով ինչ է մեղավոր, ինչի է մեղավոր, ոնց է մեղավոր, չէ՞։ Ու մենք պիտի հասկանանք, որ ինչ որ մի անհանգստություն կա, որը գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի ձևի մեզանից չի վերցնում, դա միշտ նշանակում է, որ մենք չենք խաղում այն դասը, որը պիտի խաղենք։ Հասկանում եք, որտեղ հենց որ մենք սիտուացիան, վատ սիտուացիան էլի ճիշտ գնահատեցինք, ճիշտ եզրակացությունների եկանք, սիտուացիան դրա թողնում, էդի վերանում է, այդ повторяющийся սցենարի, ինքը վերանում է, ինչ որ իր իմաստը կորում է։ Ինքը կրկնվում է, որ կենթանիակը ճիշտ հասկանա։ Հենց որ ինքը ճիշտը հասկացավ, այդ ամեն ինչի իր իմաստը կորցնում է։ Դրանով այլևս չի կրկնվում, վերջանում է այդ պատմությունը, չէ՞։ Հիմա զուգահեռ, այսինքն կենթանիակը ինքը ինչ է անում գերագույն Աստծո ազնվորությունը ամենասկզբից։ Ինքը ասում է արի մի հատ կարգավորեք քո նյութական կյանքը, հա։ Վիշվանանանդ Չակրավարտի Թակուրը ինքը ասում է, որ իրական հոգևոր կյանքի առաջի բանը, արդյունքը պիտի լինի նա, որ կենթանիակը պիտի ազատվի տառապանքներից։ Ցանկացած հոգևոր մարդ ինքը գիտի, որ տենց չի, որ ինչ-որ տառապանքներ կա, որ տենց չի, որ ինքը եկավ հոգևոր կյանք, որ այդ տառապանքը վերացավ, չէ՞։ Այսինքն կան երկու տեսակի տառապանքից ազատվելու վիճակ։ Մեկը դա նա է, որ տառապանքը ինքը մնում է։ Օրինակ, պարզ օրինակներ բերեմ, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ասենք ենթադրեք մենք ծնող ենք, հա, եւ ի ծնե հիվանդ երեխա ունենք, աստված բոլորիցս հեռու պահի, չէ՞։ Հիմա տեսեք, այդ որ այդ կենթանիակը ինքը հիվանդ է ծնվել, դա իր ճակատագիրն է։ Եթե ես այդ երեխային ունեցել եմ մինչև հոգևոր կյանք գալը, չէ՞, ուրեմն ես պրոստը նյութական աշխարհի մեջ այդ ճակատագրի գալմաղալի մեջ արժանի էի դրան։ Համաձայն եք։ Հիմա ես ընդունեցի հոգևոր կյանք։ Բնականաբար հիվանդ երեխան ինձ տառապանքա չէ պատճառ։ Հարց եմ տալու, ինչն ինչ պետք է անի, որ այդ տառապանքը վերանա։ Պետք է սպանի, չէ։ Այդ երեխան պիտի վերանա, որպեսզի այդ տառապանքը վերանա, չէ՞։ Բայց այնպես չի, որ մարդը ինքը պատրաստ է։ Հետո նույնիսկ եթե ինքը պատրաստ է, այդ երեխան էլ իր ճակատագիրն ունի, չէ՞։ Ու ասենք կարող է ինքը հիվանդ է, բայց իրան տրված է այդ հիվանդ մարմնի մեջ 90 տարի տառապել։ Հասկանում եք, այս բաները, երբ որ մարդիկ չեն հասկանում, իրանք չեն կարողանում անցնել ու Աստված միշտ դուրս է գալիս ոչ արդար մարդ։ Ես դա Աստծուն աղոթեցի, երեխաս չլավացավ։ Կներեք, էլի, եթե երեխան ինքը ասենք ծնված օրվանից ֆիզիկական ինչ-որ մի հատ դուրս թերություն ունի, հատկապես ուղեղի հետ կապված, դա արտահայտված կարմա է, որը ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Եթե հնարավոր է փոխել, անպայման փոխվում է։
Բայց եթե հնարավոր չի, այդ հոգևոր մարդը ինքը միշտ պետք է հասկանա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը արդար է ոչ թե մենակ իր հետ, այլև ուրիշ կենդանի ակտերի հետ։ Հասկանում եք։ Եվ այդ բանագայում, չէ՞ օրինակ եթե ես օրինակը շարունակեմ, դու պիտի կամ գիտակցաբար պատրաստ լինես, որ Աստված այդ երեխային ուղղակի վերացնի, հա? Իսկ բաց թողնես, էլ հետո իրաճասես դի սպանես բանից image։ Հասկանում եք։ Կամ արդեն քո քեզ հենց առաջի հերթին քեզ ձեռք չտալու համար ինքը բան անելու որ դու այդպես այդ երեխայի հետ միասին ապրես։ Չէ՞, ես այդպեսի դեպքեր ունեմ, էլի։ Հասկանում եք, եթե հնարավոր չի, չէ՞։ Ու այդպեսի բաներ լիքն են։ Այսինքն, երբ որ ասվում է, որ տառապանքը վերանում է, չէ՞։ Եթե հոգևոր մարդը ինքը ուշադիր լինի, ինքը կտեսնի, որ առաջի հերթին շատ ու շատ տառապանքների հանդեպ վերաբերմունք դա փոխվում։ Հասկանում եք, այդ երբ որ վերաբերմունքը փոխվում է, ազնվորությունը ինքը հանգստանում է, էլի։ Ինքը ոսոր այդ նույն օրակեդի ես հիվանդ երեխայի օրինակը շարունակեմ, չէ՞։ Այդտեսեք եթե մարդը ինքը հասկանում է, որ հա, ասենք այն ժամանակ ես այս երեխային էի արժանի, հիմա ստացվել է այնպես, որ ես հոգևոր կյանքի մեջ եմ մտել, բայց ես երեխան արդեն կա, հա, ու ինքը իր ճակատագիրն ունի։ Ու ես հասկանում եմ, որ ինքը մեղավոր հոգի է, որ ինքը այդ ձևի սիտուացիա ունի։ Անցավ, չէ՞, դեսպետա նստեց, չէ՞։ Ինչ որ մի բանը։ Ու այնտեղ է, որ այդ համբերություն կոչվածը ինքը դառնում է անսահման։ Ինչի համար, որտեղ ոնց ասեմ, էլի, կարող եմ ինչ կոպիտ խոսք ասեմ, հա, բայց խնդրում եմ, էլի բանալեք հասկանաք ինչ եմ ասում, չէ՞, որովհետև հենց որ դու ճիշտը հասկանում ես, ինչ որ մի հատ յուրահատուկ անտարբերության էլեմենտ անում։ Դու այլևս էմոցիայով այդտեղ ներգրաված չես։ Հասկանում ես, որտեղ ուզում է դա ով ուզում է լինի, դու առաջին հերթին հասկանում ես, որտեղ տեսեք մենք գիտելիք ենք, չէ՞, ստանում, թե իծն է, որոնք են սիմպտոմները, որ կենդանի ինքը մեղք գործած էական։ Եթե ինքը ծնվել է հիվանդ, հա, եթե իրան կարճ կյանք է տված, առողջություն չունի, գեղեցկություն չունի, ասենք, չգիտեմ, աղքատ ընտանիքում ածնվել, զարգանալու հանդեպ հակում չունի, չեմ այդ բոլոր տվյալները իրանք խոսում են նրա մասին, որ ինքը մեղավոր այդ մեղքեր գործած հոգի է։ Հասկանում եք։ Ու տեսեք, ասենք, այդտեղ նույնիսկ այդ աթեիստների խոսակցությունն է դուրս գալիս, էլի, ասենք մենք գիտենք, որ մեր ժամանակներում շատ հաճախ երեխաները, եթե ընտանիքը ինքը կայացած չի, եթե ընտանիքների երեխաները կարող են իրենց ծնողների վրա տենց մունած կան, չէ՞, որ ասենք քեզով է խնդրել, որ ինձ իմենաս, եսի միշ բան, հա, ուրեմն այդտեղ հիմա ծնողի մոտ գալիս է այդ մի հատ այդ կոպտությանը գալիս է մի հատ ուրիշ կոպիտ պատասխան։ Իսկ քեզով էր խնդրել այնքան մեղքեր գործեիր, որ իմ մոտ ծնվեիր։ Դե գրանստի մտածի։ Հասկանում եք, ինքը մի հատ տեղ է գալիս, որ խոսակցությունը ուրիշ է դառնում, չէ՞։ Ու արդեն այդ հոգևոր ազնվորությունը ինքը այլ կերպ է վերաբերվում ինչ-որ սիտուացիաների, որոնք փոխել հնարավոր չի։ Իսկ կա սիտուացիաներ, որ ռեալ փոխվում են։ Հասկանում եք։ Հիմա, եթե մենք գործ ունենք իրական կրոնական պրակտիկայի հետ, հա, ինչ համար եմ ես շեշտում այդ իրականը, որտեղ կա պրակտիկա, որը ինքը ռեալ Աստծո հետ չի կապում։ Հասկանում եք։ Ու կա պրակտիկա, որը ինքը ռեալ տրանսցենդենտալ է։ Այսինքն նյութական աշխարհի օրենքներից դուրս է։ Հասկանում եք։ Ու այդպիսի պրակտիկան չէ, ինքը մի անգամից կենդանիակի ուրիշ տեղ է բարձրացնում։ Այդ դա միշտ արտահայտվում է դրանով, որ մարդը ինքը պետք է ուշադիր լինի, թե այն պահին, երբ որ ինքը զբաղված է իր պրակտիկայով, ինքը ինչ վիճակի մեջ է անգնում։ Եթե զբաղված է։ Այդ ոչ թե մտքով իր գործերի մեջ է, մարմնով ինչ-որ պստից բաներ անում, իրան թվում է, որ ինքը զբաղված է։ Այդ զբաղված չի, զբաղված էդի միշտ մտքի մասին է խոսքը։
Ուրեմն հոգևոր կյանքի բոլոր էտապներում ամենակարևոր գործոնը, որի հետ աշխատանք է կատարվում, դա միտքն է։ Պրոստը, ասենք, արիացիները իրանք ասում են, որ սկզբից դու պետք է քո պահվածքը, քո գործողությունները փոխես, որ մտքիդ որակը փոխվի։ Հասկանում եք։ Դες օրինակ ասենք, չէ՞։ Հիմա նայեք օրինակի համար ասենք ենթադրենք ասում են բարոյական տղամարդը պիտի ուրիշի կնոջը չնայի։ Հիմա հարց եմ տալի։ Օրինակ մեր ժամանակներում տղամարդը ինքը ոնց պիտի չնայի։ Եվ որ փողոցներում, ասես, թափված են մերկ, չգիտեմ, գայթակող, աչքերով կրակող, կրծքերը բացած, էլի չբացած, ամիջ սենց արած, մանեկող կանայք, այն քիչ քարա, պայտա, ինչա։ Այն ինչա էլի։ Էդի նույն բանա, ոնց որ այ դու աղա այդ մատը դրեցի կրակի մեջ, ասում եմ մի վարի։ Այսինքն ամբողջ սիտուացիա ստեղծված է, որ օրինակ տղամարդը ինքը տարփան գապրի, հա։ Հետո մեկ ենք ասես դու պիտի բարոյական լրնես։ Չէ՞։ Շատ հասարակ բան անում ինքը, ասում այ եթե դու չես ուզում, որ քո մեջ այդպիսի զգացմունքներ, ասենք հոգևոր կյանքի համար դա շատ կարևոր է։ Եթե որովհետև պետք չի, որ քո մեջ կրքերը վառվեն, հա։ Կանոջ ոտքին կապում ես մի հատ զանգուլակ, հենց որ այդ զանգուլակի ձայնը լսում ես, նայում ես պոլին, վсё։ Ուզում է ինքը տեղ տկլորման գա, ուզում է հագացման գա, ինչ ուզում է անի, չի ազդում, բրծ։ Մուսուլմանները ուրիշ երկենք չէ, զանգուլակը քիչ է, մեշոկ է զարակցնում, ինչ ուզում է տակը լինի, չեմ տեսնում վերջ, հասկացաք, չէ, այսինքն դա մեխանիկական ձևն է, դա կոչվում է կանոններ, պահվածքի կանոններ, չէ, ոնց որ ասենք և կինը, եթե օրինակ ինքը բարոյականը, ինքը իր ոտքին մի հատ բան է կապում, տղամարդուն ասում է, որ ես գալիս եմ, այն հեռվից, էսի զանգելու է, նես քեզ պահի, ու ինքն իր հերթին է աչքերը իջացման գալի։ Բրծան, ասում է, нет объекта, нет вожделения, հա, միտքը ինքը ոնց կարա ինչ-որ եսի միջեր անի, եթե ինքը չի տեսնում, էսի առաջի հարցն է, հետո արդեն ոնց որ այդ սկզբից վերցնում են ճիշտ գործողությունները, հետո սկսում են զարգացնել հասկացողություն, թե ինչի համար է էդի դժվար, վտանգավոր, ինչա ոնց է, սա մենք կմտնենք տեղանք, էլի շատ խորը խոսակցություններ ենք ունենալու, չէ, դա կոչվում է կարգավորիչ սկզբունքների էտապ, երբ որ ես միշտ ասում եմ, որ այդտեղ կենդանիակը ինքը նյութապես մոտիվացված է, այսինքն աստուծո իր նյութական խնդիրների լուծումն է սպասում, եւ ուրեմն զուգահեռ ինքը պիտի ստանա գիտելիք Աստծո մասին։ Սա է այն ամենակարևոր բանը, որով դու կարող ես գնահատել, թե ինչ կրոնական գաղափարախոսության հետ գործում եք։ Ոչ թե ինչ ծիսակատարություններ են, այլ ինչ գիտելիք կա Աստծո մասին, ինչ գիտելիք կա հոգու մասին, ինչ գիտելիք կա հոգևոր աշխարհի մասին։ Աշխարհի ամենամեծ աբսուրդները իմ համար աշխարհում երկու հատ աբսուրդ կան։ Մեկը դա նա է, որ հոգևոր մարդիկ իրար հետ պատերազմում են, այսինքն մտքում հոգևոր մարդիկ իրար սպանում են, փոխարեն իրար սիրեն, հա, ու սպանում են ինչի ինքի վրա։ Աստծո անունը Իովայա, չէ Ալլահա, չէ Քրիշնայա, չէ Բուդդայա, չէ չգիտեմ ինչա, չէ вообще անուն չունի։ Ով անուն տվեց կմորթենք, հա, ու այդ հիմքի վրա հոգևոր մարդիկ իրար սպանում են։ Հոգևոր մարդը այն մարդն է, ով զարգացնում է բարոյականություն, առաջի հերթին։ Ինչ կրոնի ուզում է պատկանի, հա, մենք կարող ենք լինել քրիստոնյա եւ հանդիպենք մարդու, որը իրան համարում է քրիստոնյա, բայց սրիկա է։ Մենք հասկանում ենք, որ ինքը քրիստոնյա չի։ Մենք կարող ենք լինել քրիստոնյա եւ հանդիպենք մուսուլմանի եւ տեսնենք, որ ինքը բարոյականության շատ մեծ մակարդակի սիմպտոմներ է ցույց տալիս, ինքը հոգևոր մարդ է։ Հասկանում եք։ Հոգևորը դա բան չի, էլի կրոնական պատկանելիություն չի, դա որակավորում է, այստեղ մենք միշտ հասկանանք։ Ուրեմն այ կրոնը ինքը այնքան ավելի ուժեղ է,
այնքան ավելի մոտ կարող է տանի դեպի Աստված, ինչքան ավելի խորը գիտելիք ունի այդ թեմաներով, չէ՞։ Ու այդ առաջի էտապի վրա կենթանիակը մենք կարդացինք, չէ՞, ամենակարևորը դա լսողությունն է։ Բոլոր էտապները իրանք լսողություն են։ Ինչի համար, որովհետև բոլոր էտապները ըստ արիացիների իրանք ունեն իրանց գիտելիքը։ Հա, այսինքն տեսեք, երբ որ մենք մտնում ենք կարգավորիչ սկզբունքների էտապ, չէ՞, մեզ համար կարևոր է բարոյականության մասին գիտելիքը, չէ՞։ Այդ ժամանակ Աստծո մասին մենք ինչ կիմանանք։ Մենք Աստծո մասին պիտի իմանանք, որ ինքը հզոր է, այսինքն լուբովը դաստանիկ, լուբովը դակաժիտ, հա։ Ոչ մեկ չի կարա էլի մեր գործի ու պլստա, հասկանում եք կոպիտ ասած, չէ՞։ Ուրեմն Աստված ինքը հզոր է, Աստված ինքը արդար է։ Ինչ-որ բաներ կա, որ մենք Աստծո մասին իմանանք, չէ՞։ Որ ասենք Աստված ինքը նյութական աշխարհը ոնց է ստեղծել, ինչ տրամադրությունով է ստեղծել, ես դրա մասին շատ եմ, չէ՞, խոսում, որպեսզի մենք նկատենք, թե ինչ նրբանկատությամբ Աստվածը հանրապես վերաբերվել նրան, թե ինքը նյութական աշխարհը ոնց է պատրաստում, էլի, причем այնքան բանով էլի, այնքան նրբանկատ, որ կատարյալ պայմաններ է ստեղծել եւ նախանձների համար, եւ բարիների։ Ոչ մեկ ինչի ասել, դու գնա մեռի։ Չէ, այ քո համար եմ ստեղծում այս աշխարհը։ Նախանձներ, ձեր համար եմ ստեղծում, այ ձեր պայմաններ, ինչ եք ուզում եք իրար սպանեք, այ ձեզի սենց մարմին, որ կարողանաք էտե անեք, ուզում եք իրար հոշոտեք, այ մեկը մյուսի համար կերակուրեք, դրեք բավարարեք է ձեզ վազում, ուզում եք սենց անեք, էս անեք, ուզում եք սենց անեք, ինչ ուզում եք արեք, չէ, ինչքան ինքը սենց բոլոր հնարավորությունները տվել է, սատանան ինքը կներեք էլի, թող ինքն ինձ ների, բայց դա գլուխը պատով է տվել էլի, որ ինչ-որ մի բանի հեղինակ է, ամեն ինչի հեղինակը Աստվածն է, սատանան էլ իր ծառան է, ուրիշ ոչ մի բան, հասկանում եք, չէ, հիմա ուրեմն, այ դա ենք ուսումնասիրում, չէ, այսինքն ինչ նշանակում, երբ որ կենդանիակը ինքը կարգավորում է իր նյութական կյանքը, դա առաջի հերթին նշանակում է, որ ինքը պիտի իր կապվածություններ ու ատելությունները բերի արդարության դաշտ, մենք սրա մասին շատ ենք խոսացել, չէ, այ երբ որ ինքը կարողացավ դա բերի արդարության դաշտ, ինքը հաստատվում է բարոյականության մեջ, իր բարոյականությունը այլևս չի խախտվում ընդհանրապես, հասկանում եք, եւ եթե ինքը ճիշտ գիտելիք է ստանում, հոգու, Աստծո, այդ ամեն ինչի, նյութական աշխարհի, հոգեվոր աշխարհի, հոգեբանության, ֆիզիկական կառուցվածքի, բան, այդ ամեն ինչի մասին ճիշտ գիտելիք է ստանում, չէ՞, իր վերաբերմունքը ընդհանրապես աշխարհի հանդեպ 180 աստիճան պտտվում է։ Ու տեսեք, երբ որ ինքը հասկանում է, որ իրականը որտեղ միջև է, ինքը իրան մշտական զոհի մեջ է, չէ՞, զոհի դերում ազգում։ Այս աշխարհում հաղթածները Աստծուն սիրում են, ու դաժե եթե հաղթել են սրիկայության հաշվին, ասում են իմ Աստվածը ինձ պաշտպանեց։ Այդտեղ իմ Աստվածը, այդտեղ ամենակարևոր խոսքը իմն է։ Հասկանում եք, որտեղ եթե անձնավորությունը ինքը հաջողության է հասել, սա սրիկայության միջոցով, այդի անումը, ու այսպես եթե քրիստոնյաների լեզվով խոսանք Աստված, գալին, սատանան, եթե մեր լեզվով խոսանք, անում է գալին, չէ՞։ Հա? Եվ դա այդի հեծիկն իր Աստվածն է։ Հասկանում եք։ Այդ երկու աստվածներին պետք է չխառնել իրար, էլի մենք դրա մասին շատ ենք խոսացել, չէ՞։ Հիմա տեսեք, երբ որ կենդանիակը ինքը ընկալում է Աստծո արդարությունը, ինքը Աստծուն առաջի անգամ ռեալ կապվում է։ Հասկանում եք, քանի դեռ ազնվորությունը ինքը Աստծո հանդեպ սենց ռեալ էլի, ռեալ զգացմունք չունի, եթե խոսում է նրա մասին, որ ինքը մեկ է, իր հոգու խորքում Աստծուց մեղացած է, իր ճակատագրի ինչ-որ իրադարձությունների պատճառով, հասկանում եք, չի ընկալել, որ Աստված արդար է։ Որտեղ կենդանիակի համար ամենադժվարը ընդունել, էդի այդ է, որ ինքը կարողանա ընդունի, որ այն վատ բաները, որ իր հետ եղել են, ինքը դրան արժանի է։ Ամեն կենդանիակ ինքը մտածում է, որ ինքը արժանի է երջանկության, բայց աշխարհը իրան այդ երջանկությունը չտվեց։
Դրա համար է, որ ինքը չարացել է։ Չէ՞, ով է ուզից է մտածում։ Ոչ մեկ, բոլորն են մտածում։ Հասկանում եք, ու քանի դեռ կենթանիակը ինքը չի ընկալել Աստծո արդարությունը, ինքը չի կարող։ Ինքը այդ կարգավորիչ սկզբունքների этаպից չի կարող դուրս գալ։ Որտեղ այդ կարգավորիչ սկզբունքներից հետո գալիս է մի этап, որը էլի կարգավորիչ սկզբունքների վրա է հենված, բայց արդեն լրիվ ուրիշ կարգի կարգավորիչ սկզբունքների։ Մենք արդեն մտել ենք, այսօր դրա մասին ենք խոսալու, չէ՞։ Ուրեմն տեսեք, երբ որ ինքը այստեղ էր, նույնպես մոտիվացված էր, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկզբից ասում է, ասես որ պարզ ասեմ, էլի, լավ բաներ ուզի, որ ես իրավունք ունենամ իմ ցանկությունները կատարեմ։ Երբ որ կենթանիակը իր ցանկությունները շտկում է, ինքը Գերագույն Աստծո անձնավորություն կողմից ռեալ օգնություն է ստանում։ Երբ որ ինքը այդ ռեալ օգնությունը ստանում է, այդտեղ է որ ինքը սկսում է հասկանալ, որ ինքն էլ մեղավոր, որ ինչ-որ մի բանը չէր ստացվում։ Այդ հենց ինքը չէր թողնում, որ այդ բանը ստացվի։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Եվ տեսեք, ասենք, երբ որ ինքը այդ ամեն ինչ եղավ, չէ՞, ու ինքը զուգահեռ հոգևոր գիտելիք է ստանում։ Այստեղ մենք կարևորեցինք Մաքսիմիլիան Թակուրը, ինքը կարևորեց մաքուր նվիրալի դերը, չէ՞։ Այսինքն մեր կյանքում պարտադիր պետք է լինի հոգևորեն անձնավորությունը, որը ինքը մեզ Աստծուն այնպես է ներկայացնում, որ մենք սկզբում հասկանանք իր արդարությունը, հետո հասկանանք իր բարիությունը, հա? Հետո հասկանանք այն մյուսը, որ իր որակները ասած, հետո ինչու՞ համար, որտեղ մաքուր նվիրալը ինքը Աստծուն ճանաչում է։ Հասկանում եք։ Ու դրա համար Մաքսիմիլիան Թակուրն ինչ ասեց, ինքը ասեց, վաքսին չեն զարգացնում, վաքսին վարակվում են։ Սա ահավոր կարևոր բան է հասկանալու համար, թե որն է ամենակարևոր գործոնը, որպեսզի դու կարողանաս վերականգնես Աստծո հանդեպ քո սերը։ Հասկանում եք, որ դա զարգացնելով չի։ Դու ինչքան ուզում ես ինքնուրույն գլուխդ պատին տաս, մեկը չես կարողանալու իրան սիրես, որտեղ չես կարողանալու հասկանաս։ Դա միայն մաքուր նվիրալներն են, որ իրան ճանաչում են ու կարող են մեզ իրան նենց ներկայացնեն, որ արտաքինից այն ամենաանարդար թվացող իրադրությունները մենք հասկանանք ինչի Գերագույն Աստծո անձնավորությունը սենց վարվեց կամ նենց։ Որտեղ պայմանավորված վիճակում, չէ, կենթանիակի համար արդար ամենակ են, ինչ որ իմ օգտին է։ Եթե Աստված ինքը ինձ պաշտպանեց, այնքը այս սենց անձնավորությունը, вообще իր ցավը տանեմ, ամենաարդարն է։ Հենց որ Աստված մի հատ ասեց աշկիները, ունք կա, դու ես ինչ բանի համար ինչ-որ մի բանի արժան չես, всё, առաջի բանը որ ինքը Աստված դառնում է իր աչքի գրողը, եթե ինքը դաժե խոսքերով դա չի ասում, մեկը ներսում իր վերաբերմունքը էդ է։ Всё։ Հասկանում եք հիմա։ Ուրեմն այս կարգավորիչ սկզբունքների этаպի ժամանակ ամենակարևոր գործոններից մեկը դա ստաբիլությունն է։ Այսինքն որ ամեն ինչը պետք է արվի ստաբիլ, հա? Այդ ստաբիլությունն է, որ գիտեք, մի հատ այս պատմություն կա Ռամաչանդրանի հետ կապված, չէ՞, երբ որ այսպես է ներկայացվում, որ Ռամաչանդրան գիտեք, չէ՞, Ռամայանը որպես աստավորություն։ Ռաման ինքը երբ որ գնում է անտառ որսի, ինքը ոչ մեկի հետևից հանդած, հիմա բան չանեմ, էլի, ուրեմն ինքը մի հատ գիծ է գծում Սիտայի համար, ասում է, այ քանի դու գտնվում ես այս գծից այս կողմ, քեզ ոչ մեկ չի կարող բանանի։ Ինչ ուզում է լինի, այս գծից դուրս չգաս։ Հա? Բայց հետո այնպես անում, որ Սիտան ինքը դուրս է գալու։ Դուրս է գալու իրան գողանում են։ Հասկացաք։ Հիմա երկու բառով ասեմ, որ տեսեք մենք կանգնեմ, որ հետաքրություն մտնի։ Ռամաչանդրան ինքը կակրած բարոյականության օրենքների մարմնավորումն է։ Սիտան ինքը հոգին է ու հաջողության աստվածուհին է, չէ՞։ Ռաման ասում է եղի այս սահմաններում, բարոյականության սահմաններում ու ոչ մեկ չի կարող մազիդ գտնի։ Հասկացաք։ Այս սահմանից դուրս եկած ես տեղ չեմ։
Հասկացաք, Մեսի այդ դա է, էլի որ այդ կարգավորի սկզբունքները պետքա պահել ստաբիլ։ Իրանց պետքա շատ ու շատ իր լսել, շատ ու շատ իր հասկանալ, այդպես քայլ առ քայլ փոքր վերցնել եւ մարմնի մակարդակով բարոյականությունը եւ մտքի։ Հա, որովհետև Հայաստանում շատ ենք, ասենք հատկապես կանայք, որոնք իրանք մարմնի մակարդակով ամբողջ կյանքի ընթացքում բարոյականության պահած են, իրանք միշտ համարում են, որ իրանք բարոյական են։ Մենք դեսից կտեսնենք, թե ինչքան խիստ են արիացիների պահանջները, երբ որ ասենք իրանք ինչ միտք են պահանջում, որը համարվում է բարոյական մարդու ներքին աշխարհ։ Հասկանում եք, թեկուզ հա չեք կարող չընդունել, որ այդ ֆիզիկական մարմնի բարոյականությունն էլ ինքը շատ կարևոր, հասկանում եք։ Հիմա, ուրեմն այդ է սա։ Հիմա տեսեք, այդ ընթացքում ինքը այդ Աստծո արդարությունը, իր հզորությունը, իր բարիությունը այդ երեք բանն է ընկալում եւ կապվածությունը զարգացնում Աստծո հանդեպ։ Հիմա այդ երբ որ ինքը այդպես է անում եւ կարգավորի սկզբունքները ստաբիլ պահում է, գալիս է մի բան, որը ինքը կոչվում է ազատագրում։ Ուրեմն այդ կարգավորի սկզբունքների process-ը, չէ, ինքը 3 հատ արդյունք ունի, ընթացիկ։ Առաջի արդյունքը դա նա է, որ տառապանքները կամ թուլանում են, կամ վերանում։ Հա? Երկրորդ արդյունքը դա նա է, որ կենդանիակը ինքը սովորում է իր պարտականությունները պարտականությունները կատարելու առանց կապվածության։ Իր համար մեկ է իրան ինչ կտան, տառապանա, չի տառապում, ինչ անում։ Իր համար կարևորը իր մաքրությունն է։ Ինքը այդ մաքրությունը ոչ մեկին չի զիջում, ով ինչ ուզում է անի։ Հասկացաք, չէ՞։ Եվ վերջի այդ կարգավորի սկզբունքների վերջի արդյունքը դա նա է, որ ազնվորությունը ինքը ստանում է ազատագրում։ Այսինքն, առաջ եթե մենք մեր լեզվով ասենք, չէ, առաջի փուլում կենդանիակը ինքը լիակատար դուրս է գալիս տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակից։ Երկրորդ этаպով ինքը հաստատվում է առաքինության գոյավիճակի մեջ, հա? Երրորդով ինքը ազատագրում է ստանում։ Հիմա ինչ է նշանակում ազատագրում։ Ազատագրում չի նշանակում, էլի որ ասես լույսերը վառվում, բան, չգիտեմ, փակում եմ աչքերս, տեսնում եմ կապույտ կարմիր շարիկներ, լույսի մեջ, չէ, ազատագրում չէ, դա ուրիշ բան է։ Ազատագրումը նշանակում է, որ նյութական աշխարհում, երբ կենդանիակը ինքը հասնում ազատագրման։ Ինքը ազատագրման է հասնում, երբ որ նյութական աշխարհում չմնաց ոչ մի օբյեկտ։ Ոչ կենդանական, ոչ կենդանական։ Օրինակ կարող է պատահի ես այտենց կենդանի էակ չմնա, որ կապվածություն ունենամ, հա? Բայց մեքենա եմ սիրում։ Ես նյութական աշխարհում եմ մնալու։ Հասկացաք, չէ՞, դա կապ չունի, էլի, ասես լրիվ նյութական աշխարհը ինքը իրանով ոտքից գլուխ դառնում է այդ կենդանիակի համար անտարբեր։ Ինչի, որտեղ ինքը երկու բան է հասկանում։ Մեկը ինքը հասկանում է, որ ինքը հավերժ է։ Վերջապես հասկանում է, որ ինքը հավերժ է։ Հասկանում եք։ Այսինքն, այդտեղ ես իմ սիրած նախադասությունը ունեմ, որտեղ ժամանակին այդ միտքը, երբ որ իմ մեջ ինքը ձևավորվել է, ինքը ինձ համար շատ լուրջ հիմք է եղել առաջ գնալու, այդ բանաձևն է, որ հավերժ հոգու համար ժամանակավոր նյութական վայելքը ավելնորդ է։ Քանի դեռ կենդանիակը ինքը դա չի հասկացել, ինքը այդ կարգավորի սկզբունքներում լինում է այն երկրորդ մակարդակում կանգնում է։ Հա? Որն է այդ երկրորդ մակարդակը։ Հոգևոր կյանքով զբաղվի, բարեպաշտություն հավաքի, թռի բան, դրախտային մոլորակներ, վայելի կյանքդ ոնց ուզում ես, այսպես միջստեղ կշտացի, հետո նորից ընկի բան, մեր երկրագնդի նման տեղ, հետո նորից սկսի բարեպաշտություն հավաքել, նորից բարձրացի, նորից դրախտու վայելի, նորից ընկի։ Այսինքն դու տենց էլ չես հասկացնում, քո ամբողջ պրակտիկան գնում է նյութական աշխարհում երջանկություն ստանալու համար։ Հասկանում եք։ Դու տենց էլ չես դուրս գալիս այդ շրջապտույտից, որ հասկանաս, որ դա էլ եթե ինքը վերջ ունի,
Եթե ինքը չի պահանջում, ինքը մեկը հոգու բնության հակառակ է, որտեղ հոգին ինքը ինչ ա ուզում, հոգին ուզում ա ոչ մի բան չանի, չէ, ու վայրքը իրան գա, չէ, որտեղ հոգևոր աշխարհում էդի հենց տենց է, հասկանում եք, ինքը ոչ մի բան չի անում, ինքը պրոստը մաքուր է, ու վсё, մնացած ամեն ինչը Աստված անում է, ցույց տալիս է, այս հոգևոր աշխարհում ոնց է, չէ, դու ինչ ուզում ես, էդի կա, ինչի, որտեղ դու տես ցանկություն չունես, որը ինչ-որ մեկին վնաս կտար, չէ, ավելի շատ, դու նույնիսկ տես ցանկություն չունես, որ ինչ-որ մեկին դուր չեր գա, հասկանում եք, էդ ինչ է նշանակում, հոգին ինքը էդի, ոնց ասեմ, բեբի, ոնց որ հիշի, այ որ դուք իր պահվածքը նայեք, դուք կտեսնեք, որ իր ամբողջ պահվածքը, вообще, հենված է նյութական աշխարհում, իր հոգևոր հիշողության վրա, ինքը գործում անեց, ոնց որ թե ինքը հավերժ է, ինքը սկսում է զգալ, որ հավերժ չի, երբ որ ծերությունն է սկսում մոտենալ, այսինքն արտաքին աշխարհը ինչ-որ մի բանով ասեց իրան սխմի, որ ինքը բանալի, չէ, որ արդեն հասկանա, որ հա, հիմա всё, ծերացա, պարամեցի բարձր, հա, հասկանում եք, ու ասեք, թե ինչ ձևի է հոգին ինքը տեղ պայքարի մեջ մտնում, որ իր գոյությունը 2 օր էլ ավելացնի, էդի հատկապես մեր դարաշրջանում գրքեր կարելի է գրել, չէ, ինչեր են անում, հասկանում եք, չէ, ուրեմն այ կենդանիատը ինքը եթե այդ վերջում ինքը պետք է երկու բան հասկանա, մեկը այն, որ ինքը հավերժ հոգի է, մյուսը այն, որ այո, նյութական աշխարհում կար երջանկություն, էդի առաքինության գոյավիճակի բնական արդյունքն է, հա, բայց այդ երջանկությունը ինքը ժամանակավոր է, չէ, որտեղ երբ որ անձնավորությունը ինքը հասկացավ, որ ինքը հոգի է, ինքը արդեն հասկանում եք, որ ժամանակավոր ոչ մի բանը սենց սկզբունքորեն չի կարող իրան բավարարի, էդի մի պահ է տեղում, չէ, հետո նյութական աշխարհը ինքը արտարակում է այդ իր ժամանակավոր բնությունը, երկու ձևով, որ կամ ֆիզիկապես կորուստ ես ունենում, կամ հոգեպես, այսինքն հիասթափվում ես, երկուսից մեկը բան է, այսպես անխուսափելի է, հասկանում եք, այսինքն ինչ է նշանակում, որ իրական, այսինքն արդեն իրական հոգևոր պրակտիկայի մեջ մտնելու համար, կենդանիատը պիտի դադարի նյութական աշխարհում երջանկություն մանգալ, հասկանում եք, բայց հիմա տեսեք, մենք ինչ ասեցինք, որ այո, որ ինքը այդ կարգավորիչ սկզբունքների մեջ է, չէ, ինքը վերջում ազատագրում է ստանում, այս ազատագրումը, երեխեք, նշանակում է, որ ոչ թե մենակ ինքն, այսինքն սենց է, էլի, աշխարհը իրան հանգիստ է թողնում, ու հանգիստ է թողնում, որտեղ ինքն է աշխարհը հանգիստ թողնում, հասկանում եք, այդ բոլոր մարդկանց թվում է, որ իրանք հանգիստ են թողել, բայց իրանք սենց սաղ կպել են ու պոկ չեն գալիս, չէ, բայց իրականում ինքը տենց չի, պրոստը մենք հանգիստ են թողնում այն մարդուն, որը մեզ հանգիստ չի թողում, ուզում ենք դրանից պրծնենք, չէ, բայց երբ որ մենք կապվածություն ունենք, մենք իլտեղ ենք, չէ, ինչ որ մեկին կապած կներեք էլի տնավարի ասեմ յազմություն անում, չէ, այ երբ որ մենք ինչ որ մեկին էդի անում ենք, Աստված էլ ինչ որ մեկին ուղարկում է մեր մոտ, որ ինքն էլ մեզ անի, բայց մենք պետք է այդտեղ ինչ նկատենք, որ պրոստը պետք չի հազություն անել, как себя навязывать не надо, էդի, գիտեք ոնց է, էլի, այդ իրական արիստոկրատ բառի մեջ կա արժանապատվություն բառը, արժանապատվություն ունեցող անձնավորությունը ոչ մի պարագայում երբեք իր ներկայությունը ոչ մեկին չի պարտադրում, ինչքան ուզում է այդ անձնավորությունը իրան դուր գա, հասկանում եք, որովհետև այդ
մարդու հետևից ընկնել, ինչ-որ աղաչել, ստորություններ անել, որ չգիտեմ, հիմա ֆիլմերում էլ ենք, չէ՞ նկարում մենք ով ենք։ Գնացի նրան թունավորեցի, բան, որտեղ մտածում էի, որ այդ հետո գալիս եմ կանգնում եմ իմ սիրած մարդու առաջ, ասում եմ, դե հիմա ինքը չկա, չէ՞, ինչի բանից սիրել, տես ես քեզ սիրում եմ, ամեն ինչ տես լավ է, չգիտեմ, իջած ապուշ։ Ասում դու ո՞նց Չէ, ու շատ դեպքերում է դե անցնում է, հասկանում եք, ինչի, որտեղ դգիտությունն է իշխում մեր ժամանակներում, չէ, ու շատ հանգիստ կարելի է մարդուն այդպես խաբել, որ ինքը հետո քո հետ ապրի, ամբողջ կյանքում քեզի սիրի, ու տենց էլ չիմանա, որ այն իր սիրո, իրական սիրո գլուխը դու ես կերել։ Չէ՞։ Հասկանում եք, այդ ամեն ինչ ինքը շատ կարևոր է, էլի, երբ որ մենք ասում ենք ազատագրում, դա այդ վիճակն է, որ ես ինքս աշխարհին հանգիստ եմ թողել։ Ու երբ որ ես իրան, ասած իմ կապվածության կետերում հանգիստ եմ թողել, չէ, ինձ էլ ոչ մեկ չի անհանգստացնում։ Ու Աստված այդտեղ ուշադիր հետևում է, որ ինձ էլ ոչ մեկ չանհանգստացնի։ Որտեղ ես ատենեն հոգին եմ, որը ինքը արժանի չի դες բանի, ինչ-որ մեկը գա, մտնի ինչ-որ խաղերով ինձ անհանգստացնի։ Հասկանում եք։ Այս ազատագրված վիճակը, այսինքն սա կարգավորիչ վայթի բակցի, հա, վայթի բակցի վերջն է, կարգավորիչ սկզբունքների վերջն է։ Կա ազատագրված վիճակ եւ կապվածություն Աստծո հանդեպ։ Բայց կապվածություն ինքնա հարգանքի տեսանկյունից։ Հա, այսինքն Աստծո հզորության, իր արդարության, իր բարիության, համբերության, հիմա այդ հզորությունից եկող որակների հանդեպ կապվածություն, հասկանում եք, հիմա սկսվում է հաջորդ փուլը։ Հաջորդ փուլը ինքը կոչվում է ռագը սաթան, մենք անցյալ անգամ խոսացինք, չէ՞, այսինքն դա այն փուլն է, որտեղ կենթանիակը ինքը եւ կրոնական սկզբունքների հանդեպ, ասում է Պապլանոս, որ չկան բացեք, եւ կարգավորիչ սկզբունքների հանդեպ, չէ՞, ինչ է ասում։ Հայ, դե հասկացա, որ ինչի վրա կանգնեցի։ Լավ, նորից սկսեմ։ Հա, ուրեմն տեսեք, այդ գալիս է արդեն մի փուլ, չէ, որտեղ կենթանիակը ինքը հոգևոր կյանքի մեջ արդեն ստաբիլ է։ Իսկ հոգեբանորեն ինքը սկսում է գնալ հոգևոր կյանքի հոգևոր արդյունքների հետևից։ Հա, տեսեք, ասում ենք ինքը ազատագրում է ստանում եւ ունի Աստծո հզորության հանդեպ բան, չէ, արդեն վերաբերում։ Այդի, հիշում եք ես ասում էի, որ արիացիները մի հատ տենց պրիչա ունեն, պրիչա ոնց է երեն։ Արակ չէ, արակ է բաշնյա, բասնյա։ Բան չեմ էլի, հա, հիմա բան չի, կարևոր չի, իրանք պատմում են, բան բան է, էլի, որ ասենք, երբ որ անձնավորությունը ինքը Աստծուց նյութական երջանկություն է ուզում, ինքը նման է այն աղքատին, որը հանդիպել է թագավորին, հա, ու մի բով բրինձ է ուզել։ Հասկանում եք, ուրեմն այս էտապում, երբ որ կենթանիակը ինքը արդեն խորասուզվում է հոգևոր կյանքի հոգևոր արժեքներից, որտեղ այն առաջի էտապում երեխեք, օրինակ ինձ համար, չէ, ասենց Աստծո տեսանկյունից, իր հետ կապված տենց մի հատ обидно, как сказать? Չէ, վիրավորանք, չէ, обидի բոլորս հասկանում ենք, չէ, ինչ տրամադրության մասնախոսքում, այդ իր համար անես մի հատ обидի իրականություն է տեղի ունենում, էլի, որտեղ ասենք կենթանիակը ինքը կարող է հոգևոր կյանքը ասենց շատ լավ կատարի, հա, ու գերագույն Աստծո անձնավորությունը բավարարված լինելով իրան հոգևոր արդյունք տա։ Բայց որտեղ կենթանիակը ինքը նյութի մեջ է հետաքրքրված, ինքը ասում է շիշ տվեցիր, եսի տարքես, եսի արդյունք էր вообще, ուրա իմ Դավիթը, ուրա իմ հասմիկը, իմ յագուարը, ուրա, դաչած բան, չգիտեմ, էսի էնի նյութականը, ուրա,
Եթե նյութական արդյունք չես տվել, գնա ինչ հոգևոր բան կես պայի, հասկանում եք։ Այս էտապում կենդանիակը ինքը վերջապես սկսում է նկատել։ Ես որ շատ կոպիտ ասեմ, թե ինչքան է Աստված իրան կոտորե, որ կենդանիակը հասկանա ինչ է նշանակում են արդյունքը, որ ինքն է տալի, ու դա իրան ինչ է տալիս կենդանիա։ Մենակ էստեղ է, որ կենդանիակը ինքը սկսում է ապրել իրական հոգևոր երջանկությունը։ Այն մոտիվացված հոգևոր կյանքում, չէ՞, ինքը չգիտի հələ հոգևոր երջանկությունը որն է։ Ինքը ունենում է լիկաբանիա ոնց է։ Ինքը ցնծություն է ապրում, հա, երբ որ նյութական արդյունք է ստանում։ Միանգամից ընկնում է ողբի մեջ, երբ որ այդ նյութական արդյունքը չի ստանում։ Չէ՞, ո՞նց է այդ կաչելիների մեջ է։ Երևան ասում ազնվորություններ ինքը ասում է ինչքան ուզում ես այդ կաչելի վրա հասեցելի։ Ինչ արժանի ես են տալու վсё։ Ոչ մի այն առաջին հոգևոր կյանքի առաջի երկու քայլում կարող եմ երկու հատ կոմպրոմիս անեմ, որ ես այդպես ռեալ զգաս, որ ես կամ, հետո արդարության դաշտենք մտնելու, վсё։ Ողորմածության բանը ինքը շատ արագ բրծնում է։ Ողորմածությունը էտենա, որ Աստված քեզ ընդունում է, դու ընկած ես ինքը քեզ ընդունում է, բայց երկրորդ քայլով ինքը պահանջում է, որ դու դադարես ընկած լինել։ Դու չես կարող մշտական մնաս ընկած, ու Աստված քեզ ասի դե լավ բան, արմալիկս ինչ ես ուզում ես կիս Աստվածին վայել, դե գնա ապրի, դες վանրե, դե ինչ է, դե բայդ եղավ աշխարհ, իր մեջ արդարություն կա, չէ՞, բայց այդ կենդանիակը ինքը սկզբնական էտապում միշտ հոգևոր արդյունքները բանա արմարում է։ Հասկանում եք։ Ու դրա համար են ասում լսողությունը, որտեղ լսողություն դա կենդանիակին սովորացնում էլի, այսպես կամաց նկատել, գնահատել, չէ՞, նկատել, եթե դուք նկատել եք, ես շատ հաճախ եմ, չէ՞, ասում, որն է իրական Աստծո ողորմածությունը։ Հա? Մենք ոնց պիտի իմանանք, որ Աստված, ես ունակ հազարավոր մարդիկ գիտեմ, հազարավոր չէ, բայց շատ մարդիկ գիտեմ, որոնք իրանք Աստծուն վիրավորանք են հասցրել, թողել են հոգևոր պրակտիկան ու գնացել են դարձել են միլիոնատեր։ Այդ ինչ նշանակում, որ Աստված իրանց հանդեպ ողորմած էր, ուղղակի հակառակը։ Միշտ, երբ որ Աստված ինքը քեզ նպաստում է, որ դու մնաս նյութական աշխարհում, դա հա, ինքը 50-50-ի վրա է, երբ որ դու հոգևոր պրակտիկան ցենց էլի լավ որակով կատարում ես, հա, ինքն էլ դրա դիմաց քեզ համել նյութական արդյունք է տալի, ինչ այդ 50-50-ը պահելու էլի։ Այդ ժամանակ նշանակում է, որ դու անկեղծ հոգի ես։ Այդ անկեղծ հոգի ես, ինքը ինչ ասում, ինքը ասում է, հա, ես հասկանում եմ, քեզ էլ մաղալը բան սրա ոտը նրանց չգիտեմ ինչը մեքենա բան է, սա խիտարկիրա, բայց դու մաքրություն ես պահում, հա։ Այստեղից էլ կհանեմ, սրանց էլ կպրծասնեմ, ինչ ես հասկանում, ինչտեղ ես կհան։ Հասկանում եք, չէ՞։ Բայց, ասենք, այդ որ կենդանիակը ինքը բան է, իսկ եթե կենդանիակը ինքը արդեն վիրավորանք է հասցնում, ինչն է կորում, ինքը կարող է նյութական մեծ հաջողություն ունենա, բայց ինքը հոգևոր պրակտիկայով չի կարողանում զբաղվել։ Էդ է, որ ողորմածությունը կա, թե չկա։ Հասկանում եք։ Եվ երբ որ մենք ասենք նյութական արդյունք ենք ստանում, նրա հաշվին, որ մենք հոգևոր պրակտիկան ենք պահում, այդ որ մենք կարողանում ենք դա պահենք, դա նշանակում է, որ մենք այն անկեղծ հոգիներն ենք, որ Աստվածը թույլ տալի, որ մենք պահենք, հասկանում եք։ Ինքը, եթե արդեն ինքը մեզ ընկալում է որպես վիրավորանք, բանը, ուզում ես քեզի ճղի, ուզում ես ուզի, ուզում ես լացի, ինչ ուզում ես եղի, եթե ես մեր պրակտիկայի համար ասեմ, մի շրջան մանտրա չես կարող ասես։ Ոչ մի առավոտ չես կարող զարթնես։ Շո, այդ պապագա։ Այդ է նշանակում, որ ինքը հեռացավ կամ եկավ։ Հասկանում եք։ Կամ ասենք, ինքը քեզ մի անգամից հոգևոր մարդկանց դաշտից դուրս է շպրտում։
ամեն անգամ, երբ որ դու պիտի գաս հոգևոր մարդկանց տեսնես, ինչ-որ մի բան է ըլլում, որ դու չկարողանաս այդտեղ մտնես։ Այս ես թվում է հոգևոր մարդկանց շրջապատ ունենալը, դա տենց բան է։ Այսի դուք չեք գնա, այդ դրան դու գիտելիքը չկա, չէ՞։ Բայց ամեն անգամ, երբ որ դուք հոգևոր տեսանկյունից ինչ-որ մի բանը կարողանում եք անել, այդ դա է Աստծո իրական ողորմածությունը։ Այն նյութականն է, իր կոմպրոմիսն է։ Ինքը հասկանում է, որ բայց եթե դու անկեղծ ես հոգևորի մեջ, պետք է բարձ է, որ հələ քան նյութական աշխարհում ես, ինչ-որ խնդիրներ կա, որ քիչ հետաքրքիր է, չէ՞։ Բայց այս, երբ որ արդեն մտավ սպոնտան հոգևոր մեջ, սա հասարության ընթացքն է։ Արդեն հասկանում եք, երբ որ կենդանիակը ինքը բացարձակ առանց ազատագրված վիճակի կենդանիակը իրան պիտի թույլ չտա խցկվի տեղ։ Որտեղ այդ տարածքը իրան մեկա դուրս է թքելու։ Այդ տարածքը ինքը նախատեսված է այն կենդանիակների համար, որոնք իրանք ունեն սպոնտան սեր Աստծո հանդեպ։ Իսկ սպոնտան սերը Աստծո հանդեպ պետք է չկա, ոչ մի նյութական կապվածություն չկա, ոչ մի առանց բացառության։ Հասկանում եք, այս նրանից սկսած, չգիտեմ, ես իմ ումից դուրս եկած։ Հասկանում եք, որովհետև այն ինչ որ կոչվում առակասատանը կամ սպոնտան կապվածության բան, չէ, էդի մի հատ էտապը, երբ որ կենդանի էակը ինքը, այսենց, իր համար մեկ է, ինքը հարուստ է, ինքը աղքատ է, հագնված է, տկլոր է, չգիտեմ, իրան սիրում են, չեն սիրում, ամեն ինչը մեկ է։ Ինքը ունի երկու բան, աղոթքը ու Սուրբ Գիրքը։ Որ գիրքը, իմенно այն Սուրբ Գիրքը, որ խոսում է Աստծո հմայքի մասին, կենդանիակի հմայքի մասին, Աստծո հմայքի մասին, հոգևոր աշխարհում գոյություն ունեցող հարաբերությունների մասին։ Եթե կրոնը ինքը այդ գիտելիքը չունի, ինքը մաքուր սիրո չի կարող բերի։ Աստծո հանդեպ մաքուր սիրո ինքը չի կարող բերի։ Որովհետև հնարավոր չի մաքուր սեր ունենալ մի անձնավորության հանդեպ, որին դու չես ճանաչում։ Հասկանում եք։ Սերը դա տրփանքը չի, որ աչքով հրապուրվեցիր։ Սերը դա վերաբերմունք է որակի հանդեպ։ Հասկանում եք։ Ու եթե դու որակը չգիտես, դու սեր չես կարող զարգացնես։ Այդ բան, ես սիրում եմ Աստծուն, բանից իսա սրտից սուտ խոսակտորներենից բոլորը, բայց բացարձակ մոլորվածի խոսակցություններ են։ Ինքը վերանցական չի, նիվաբրաժայմայա, հասկանում եք, հորինված չի այդ սերը։ Իրական սերը ինքը հենված է Աստծո որակների վրա։ Երբ որ մենք ունենք Աստված, որը ընդամենը արարիչ է, արարիչը ինքը չի կարող մաքուր սեր զարգացնի։ Ինքը կարող է զարգացնի հարգանք։ Կարող է զարգացնի երկրպագություն, շնորհակալության զգացումի հետ կապված։ Այսինքն սիրո են ամենա բան էլի, բառով չգիտեմ տենց ասեմ, էլի ամենապրիմիտիվ արտահայտությունները, հասկանում եք։ Իսկ այն ինչ որ խելագարության աստիճան, տեսեք, ասեմ, չէ, հիմա գոբիները իրանք կանգնում էին Աստծո առաջ, ասում էին թող անիծված լինի այդ բրահմանես, ինչ անասուն մարմին ա ստեղծել, որ աշկներս սենց ենք անում, որ աշկներս թարթում ենք, ու իրանք բացատրում էին, ասում են այդ պահին, երբ որ մենք աշկ ենք թարթում, մենք իրան չենք տեսնում։ Դուք հասկանում եք, այդ ինչ խելագար սեր ա, չէ՞։ Իրանք ավելացնում են, ասում են այդ մի վայրկյանը մեզ հավերժություն ա թվում։ Հետո տենց բան ասում, հիմա դե պատկերացրեք, դուք ինչ զգաք, որ այդ տենց ասեք։ Չէ՞, մենք սովորաբար դեռ չենք էլ զգում, երբ թարթեցինք։ Իսկ իրանց համար այդ թարթելը դառնում է այն կինոյի սենց դանդաղած սենց բան էլի։ Չէ՞, մի ամբողջ հավերժություն ա դառնում։ Այդ զգացմունքների համար
մենք պետք է լինի Աստծո համայնքի մասին գիտելիքը։ Ինչ է նշանակում Աստծո համայնքը։ Պիտի լինի գիտելիք, որը ինքը քննարկում է Աստծո հարաբերություններ կառուցելու կուլտուրան։ Դե որտեղ ինքը չէ, ինչ որ կուլտուրա ունի, չէ, որով ինքը շփվում է կենդանիների հետ։ Ու մենք էլ այս ռակը սատանան ինքը այդ այն էտապն է, երբ որ այդ գիտելիքի հիմքի վրա ես զարթնացնում եմ իմ մեջ կուլտուրան շփվել մաքուրների հետ։ Ոչ թե զարգացնում եմ, այլ զարթնացնում եմ, որտեղ ես մաքուր հոգի եմ, ես դա ունեմ։ Սա արդեն հոգու զարթնելու process-ն է։ Հասկանում եք, եւ այս էտապի հիմքը հոգևոր աշխարհում ապրողների հոգեբանության ուսումնասիրությունն է։ Եթե այդ գիտելիքը չկա, այս этапը չի կարող լինի։ Всё, если սեքսի так, это ոչ մի բան չկա, էլի измышления, ինչ ուզում է խոսա։ Հասկանում եք, չէ՞։ Ես ես խոսք եմ տվել, չէ՞, որ մի 5 վայրկյանում կարողանալու եք գնահատել, ով որտեղ վերջացավ։ Հասկանում եք, հա։ Հիմա տեսեք, այս ռագասատանը, այսինքն նրանք, ովքեր արդեն մտել են սպոնտան բանի մեջ, չէ՞։ Բացիմնոտ Թակուրը ինքը սկզբից ասեց, այս անձնավորությունները իրանք կարող են մեկ-մեկ այն ամենափիս մեղքը գործեն։ Սա շատ կարևոր հայտարարություն էր։ Չէ՞։ Ինչի համար էր կարևոր։ Սա կարևոր է մեր ժամանակների համար։ Ինչու՞։ Որովհետև, ասենք, այտենց բան, որ աստվածակենտրոն դարաշրջաններում Սուրբը ինքը տենց անի, էդի ես առանց վախենալու կասեմ, միլիոնավոր տարիների մեջ կարող է մի անգամ այդպեսի նրան դեպք լինի։ Բայց աստվածամերժության դարաշրջանը, եթե մենք էներգետիկ իմաստով ասենք, չէ, ինքը բանա, ինքը ասես կուտակված կեղտ է։ Ու մենք բոլորս այդ կեղտի մեջ լող ենք տանի։ Որտեղ սա տգիտության գոյավիճակն է։ Դա նշանակում է, որ ինքը օդը, կոպիտ ասած, պատկերավոր ասած, ինքը օդը վարակված է ատելությամբ, ագահությամբ, այդ տրպանքով, այդ հասկանում եք, դաժանությամբ, եսի միջով, այսինքն, երբ որ մաքուր նվիրալը ինքը գտնվում է այդ դաշտում, չէ, ինքը միշտ կարող է ինչ-որ մի պահ մի հատ ազդեցություն կրի այդ դաշտից, հա, բայց Բhagavad Gita-ն Քրիշնան ինքը հայտարարություն է անում, որտեղ ասենք մեր ժամանակներում, չէ, աստվածամերժության դարաշրջանում հայտնվում է օրինակ աստվածակենտրոն դարաշրջաններում կա աստվածակենտրոն պետություններ ու աշխարհիկ պետություններ։ Երկուսն իրանք անկեղծ են իրանց գործողության մեջ։ Հասկանում եք։ Աստվածամերժության դարաշրջանում կա միայն աստվածամերժության դաշտը։ Դրութանան ինչ ասեց, աստեղ կրելու տեղ չեմ տա, վсё, աստվածամերժերը իրանք թույլ չեն տալի, մնաք աստվածակենտրոն դարաշրջանում է, հոգևորները իրանք թույլ տալիս են, որ աստվածամերժերը հանգիստ գոյություն ունենան, հա, միակ բանը, որ իրանք ասում են, մեզանց հեռու, մեր պետությունը ստեղ հա, մենք մեր օրենքներով ենք ապրում, որպեսզի կարողանա տեղի ունենա հոգևոր արդյունքը պետության մեջ ապրող մարդկանց, չէ՞։ Դուք էլ ախպեր, գնացեք ընդեղ, այ ով չի ուզում, գնացեք ընդեղ, ով ձեզ բան ասում, ուզում եք ընդեղ հարուստ եղեք, ինչ ուզում եք եղեք, կյանքում երբեք այդպիսի պատմություն չկա, որ հոգևորականները իրանք վերընկացել եկել են ինչ-որ բան, աթեիստների բան, սպանեն, մորթեն, եսիմինչ անեն, որ իրանց հարստությունները տանեն, երբեք, ուրիշ բան եղել է, որ սրանք առաջին եկել են ստեղ, իրանք սրանց վերնացեցել են, գնացել են ընդեղ, հերնացել են, վсё։ Միջև գնիստո էլի, դա ուրիշ բան, որ իրանք պատասխան կարող են տան։ Բայց առաջինը երբեք, իսկ աստվածամերժերը իրանք թույլ չեն տալի, որ տեղի ունենա իրական կրոնականությունը։ Հա? Եվ իրականություն ինքը դառնում է սենց, իրական կրոնականությունը ինքը մնում է վիրտուալ, այսինքն ամեն մարդ ինքը իր մեջ կարող է լինի անկեղծ կրոնական, ու այդ ժամանակ ես միշտ ասում եմ, վիրտուալ արիացիների քաղաքակրթության քաղաքացի ես։ Հա? Եվ
ռեալ ֆիզիկապես կա կեղծավոր կրոնականների պետություններ եւ պրոստը աթեիստներ։ Հասկանում եք։ Ու այս կեղծավորները, չէ՞, իրանք այդպիսի տեքստերի հետևը թաքնվում են։ Դե ասածա, չէ՞։ Ու մենք էլ կարանք ինչ-որ բան, բայց իրանց այդ իսենց այլ իրանք մշտական մեղավոր գործեր են անում։ Հենց որ սովորական մարդուց բարոյականություն են պահանջում։ Հետո հենց որ բարոյական մարդը ասում է, հասարակ մարդին, ասում է, բայց դու իսենց ես անում, ինձանից ես պահանջում, դες ո՞ս կլինի։ Ասում եմ, դու գիտես, չէ՞, սուրբ մարդուն վիրավորել է ինչա նշանակում։ Էդի քո խելքի բանը չի, այսինքն երբ որ դու անում ես նույն բանը, երբ որ սուրբ ենք անում նույն բանը, ինչ որ սովորական մարդը, ինքը իր այդ սովորական մարդուն համոզում է, որ այդ իր արածը ուրիշ է։ Հասկացա՞ք, չէ՞։ Բանա, ես արիստոկրատ եմ, դու չանդալ ես։ Չանդալը նայում ասում է, լսի, բայց դու իմ նման ափեպա ես, իմ նման գող ես, իմ նման տրփալից ես, իմ նման արատավոր ես։ Դու ինչու ես արիստոկրատ։ Իմ պեդոֆիլիան ուրիշ է։ Եկեք անհեթեթ գաղափարներ են, բայց մարդկությունը դրա մեջ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ ապրում է։ Չէ՞։ Հասկանում եք, դրա համար երբ որ այդ կեղծարար դաշտը կա, դրա համար Վասիլիոս Թակուրի կլասի նվիրալները, որ իրանք այդ հոգևորի մաքրությունն են պահում, իրանք ստիպված են լինում զգուշացնեն, որ այո, ճիշտ է, կարող է տենց լինի, որ սուրբը ինքը հանկարծ մի հատ վատ քայլ անի, բայց դու իրան պետք է տարբերես կեղծարարից նրանով, որ կեղծարարը միշտ է իրան վատ պահում։ Բայց հիմա կարևոր է սրբի պաշտոնի մեջ է։ Այդ պաշտոն ուրեմն ես սուրբ եմ, դες բան չկա, հասկանում եք։ Իսկ իրական սուրբ մարդը ինքը կարող է հանկարծ սայթակի, բայց միշտ շատ արագ իրան վերականգնում է իր մաքրությունը։ Բժշկի одноразовый է։ Հասկացաք, չէ՞։ Ու պրոստը պետք է հասկանանք, որ դա ուղղակի մի բան է արդեն մենակ ինքը գիտի, թե պահին ասենք նյութական աշխարհը ինչ պատճառով, ինչ կոնտակտների հետևանքով է իր վրա նենց ազդել, որ ինքը մի մոմենտ իրան կորցրել է։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ուրեմն սիրելիներս, սա առաջի գաղափարն էր։ Հաջորդը, ինչ որ Վասիլիոս Թակուրը ինքը առաջ քաշեց, ինքը ասեց, որ հենց որ կենդանի էակի մեջ զարթնում է, օգնում եք, հենց որ կենդանի էակի մեջ զարթնում է այդ աստծո հանդեպ կապվածությունը, չէ՞, ինչ ասեց ինքը, մենք անցյալական մեծ սիրուն գաղափարի վրա կանգնեցինք, չէ՞, ինքը ասեց Աստված ենթարկվում է այդ կենդանի էակի կապվածությանը։ Ու մենք խոսացինք նրա մասին, որ այդ շատ պայմանականորեն ասած, ոնց որ Աստծո ճակատագիր, այսինքն Աստծո կյանքը ինքը ձևավորվում է, հասկանում ես, այդ մաքուր սիրով իրան կապված կենդանիակներից, սիրո հիմքի վրա կատարած գործողություններից։ Ու Աստված ինքը այդ որ ենթարկվում է, այդ ինքը ապահովում է, որ իր կյանքում ինչ-որ մի հատ նոր բան է լինում։ Այսօր ես նույնի հետ վաղեն նույնի հետ ինքը դեռ շատ է, դա ինքը կյանքում իր համար ապրում է, չէ՞։ Հաջորդ գլուխը ինքը կոչվում էր վերջնական նպատակին հասնելը, չէ, վերջնական նպատակը դա մաքուր սերն է։ Հիմա ինքը խոսած նրա մասին, որ երբ որ կենդանիակը ինքը բանա տարգավորիչ սկզբունքներով զբաղված, այդ կարևոր գաղափարը բան եղավ, չէ, որ կարգավորիչ սկզբունքները իրանք չեն ծնում բակցի, բայց իրանք նպաստավոր հող են, որպեսզի կենդանիակը ինքը ինչի համար, որովհետև կարգավորիչ սկզբունքները շեղում են կենդանիակի ուշադրությունը հոգևորի վրա։ Հետո ինքը հոգևորը իրան անում, բայց այդ շեղվելը, որտեղ դու կարգավորիչ սկզբունքների մեջ չես, չէ՞, տեսեք, це էլեմենտար բան եմ ասում, էլի, դեռ ինչ-որ ես ինչ պետք չի, էլի, տեսեք ասենք, եթե դու օրինակ առավոտը վեր կացար, չէ՞, ու այդ որ դու հենց առավոտվանից քո գիտակցությունը խրում ես հոգևորի մեջ, այսինքն վեր կացար մեր պրակտիկայի համար մանրանկրկնեցիր, ինչ-որ լեկցիա լսեցիր կամ կարդացիր կամ բան,
ուտելիքը առաջարկեցիր, այդ առաջարկված ուտելիքը կերալվան ու գնացիր աշխատանքի, չէ՞։ Տեսեք, մեկը դու ինչ-որ քո մի հատ կենտրոնը մեջը ձևավորվում է ժամանակ, չէ՞, որի մեջ նյութական աշխարհը չի կարողանում մտնի։ Ու եթե դու էդի առավոտը արել ես, բայց ոնց որ դու քեզ զգում ես, դու ոնց որ ամբողջ օրը սենց ֆոնով սպասում ես երեկոյան երբ գալու, որ նորից այդ նույն բանը անես։ Հա, որտեղ եթե իրանք իրոք տրանսենձենտ տան, իրանք քեզ այդ պահին բարձրացնում են ու քեզ հավեսա, չէ՞։ Հիմա դու չարեցիր։ Վեր կացավ, ոչ մի բան չարեցիր։ Ինչ արվում։ Դու ամբողջ օրը առավոտից սենց աշկերտ բացեցիր, կենտրոնանում ես նյութական խնդիրների վրա, չէ՞։ Այդ տեսեք կարգավորի սկզբունքները, իրանք շեղում են ուշադրությունը։ Հա, ու եթե դու ստաբիլ ես պահում կարգավորի սկզբունքները, իրանք ստաբիլ շեղում են։ Ու քո մեջ քանի գնում է այդ նյութական աշխարհի վրա մեխանիկորեն ուշադրություն դարձնելը դառնում է սովորություն։ Երբ որ դու սկզբում դու հոգևոր կյանքի սկզբունքները կատարում ես, մտքով շտապում ես վերադառնաս նյութական աշխարհ։ Հետո ինչքան ստաբիլ ես պահում, այդքան հոգևորը ինքս տեղ է գրավում։ Հասկանում եք, այ որ ինքը տեղ է գրավում, այդ ինքը 180 աստիճան փոխվում է։ Այսինքն հիմա դու շտապում ես վերադառնաս, երբ որ նյութական աշխարհում ստիպված ես պարտականություններ կատարես, դու շտապում ես վերադառնաս հոգևոր պրակտիկայից։ Այդի ինքը ռագը սատանայի առաջի ծիլերն է, որ первый звоночки։ Հասկանում եք, չէ՞, ու ինքը այդ դրա հաշվին առնում էլի, որ ուշադրությունը շեղող պրակտիկա կա, չէ՞։ Հիմա Բաքտինոն Թակուրը ինքը խոսեց նրա մասին, որ կարգավորի սկզբունքների հետևողները իրանք չեն շտապում մտնեն այդ հոգևոր արդյունքներ ստանալու process-ի մեջ։ Իրանք հավես են անում, որ զբաղվում են հոգևոր կյանքով, որը նյութական արդյունքներ է տալիս։ Չեն շտապում գնան այնտեղ, էլի։ Ու ինքը ասեց, որ եթե անձնավորությունը ինքը բայց եթե անձնավորությունը ինքը բան անում, կապվածություն ազարգացնում Աստծո հանդեպ, չէ, ապա այդ հոգևոր արդյունքների պրակտիկան շատ արագ դեպի իրանագալի։ Այսինքն դա ինչ անում։ Այդի կենթանիակի կյանքը մեկ էլ դասավորվում անենց, հիմա պատկերավոր մեր կյանքի մեջ ասեմ, չէ, որ ինքը մնում է ինքը, ջապան, գիրքը, այսինքն մաքուր նվիրալները, հա, ու Աստված, всё։ Ու Աստված ինքն այնց անում, որ այդ նվիրալը սովից չի մեռնում, էլի։ Всё։ Մի կտոր հաստվող միշտ ունի։ Ու իրան դրանից ավել ոչ մի բան ոչ էլ պետք է։ Ինքը ասենց երջանկության մեջ լող ատալի, որ իրան բոլորը հանգիստ են թողել, ինքը որտեղ դրանից մի քայլ ավել անելը արդեն նշանակում է մտնել այդ պարտ պահանջի մեջ։ Ոչ մեկ պատրաստ չի։ Մեզի ասենք ինչ-որ տարիներով սենց անի միջև մենք հասնում ենք Աստծուն, հա, մեզանից պատասխան չստանալով։ Իսկ ռագը սատանիստը ինքը ոչ մի կարմին, ոչ մի պատասխան չի տալի։ Փակ է արդեն, իր զգացմունքային աշխարհը փակ է։ Նյութական աշխարհում ապրող կենթանիակների հանդեպ ինքը ոչ մի կարեկցանքից բացի ոչ մի բան չի զգում, բայց ռագը սատանայի մեջ, այստեղ մի հատ կարևոր բան կա։ Այդ ռագը սատանայի պրակտիկայի ընթացքում հոգևոր մարդը չի սիրում քարոզել։ Ինքը շատ սիրում է քարոզել կարգավորի սկզբունքների ընթացքում, մեկ էլ երբ որ ինքը արդեն մաքուր նվիրալ է։ Այս ռագը սատանայի ընթացքում, գիտեք ոնց է, ինքը մաշկ ոնց որ չունենա։ Իր համար ինքը այսպես մի միլիմետր որ դուրս է գալիս մեր պրակտիկայի մեջ ասեմ, հա, մանտրայի ու մաքուր նվիրալների գրքերի հետ շփվելու տարածքից որ դուրս է գալի, ինքը մի անգամ ինձ ասում ոնց որ ամբողջ մարմինը աղծանեցին, սենց սա մարվում է այդ նյութական աշխարհի կոնտակտից վազելով փախնում է հետ։ Հասկացաք, չէ՞։ Այդ լրիվ ուրիշ հոգեվիճակ է։ Ու այդտեղ ես ասեմ սենց, երբ որ կենթանիակը ինքը իմ օրինակի վրա եմ ասում,
Երբ որ կենթանիակը ինքը ժամանակին ծառայել անենց նվիրալի, որ ինքը այդ սպոնտան պրակտիկայի մեջ է, հա? Ու կոպիտ ասած իրան կերակրել է, հոգատար է, պահել է իրան, այդ ինքը ամենամեծ գրավականն է, որ երբ որ քո հերթը գա, քեզ նույն ձևով պահելու են, մինչև դու քո պրակտիկան անցնես։ Հա? Հասկանում եք։ Ու հիմա տեսեք, ասենք, Բաքսինո Թակուրը ինքը խոսած նրա մասին, որ հավատը այս էտապում ինքը արտահայտվում է որպես շատ լուրջ կապվածություն Աստծո համար, չէ, նվիրված ծառայության հանդեպ հատկապես, հա? Եվ որ կենթանիակը ինքը այդ իրան նվիրված ծառայության մեջ ներգրավում է, այս պրակտիկան ինքը անհնար է առանց մաքուր նվիրանի։ Եվ կան հատուկ մաքուր նվիրաններ, որոնք իրանք, մեր բանի մեջ, իրանք պատասխանատու են այդ պրոցեսի համար։ Այդ նվիրալներն են, այս նույն Բաքսինո Թակուրը, բայց ինքը չի տանում ներս, ինքը պատասխանատու է հոգու մաքրագործման ընթացքի համար, հա? Պրաբհուպադը ինքը կենթանիակին բերում է հոգևոր դաշտ։ Բաքսինո Թակուրը ինքը անում է այնպես, որ այդ հոգևոր կյանքը դառնա, հոգևոր դաշտը դառնա քո կյանքը, հա? Ինքը բերում հասցնում է մինչև Ռագասաթանայի ծայրը, ջայվը դարմայով, հա? Ու բրդում է քեզ ներս, այնտեղ քեզի դիմավորում են, Ռուպը հիմնականում, Ռուպը Գոսվամին և Ջիվը Գոսվամին։ Իր Պսալատանը Գոսվամին էլ, բայց Ռուպը Գոսվամին, Ջիվը Գոսվամին հատկապես։ Այնտեղ արդեն ասես դու ընկնում ես Բաքսի օվկիանոսը, մի նվիրալը քեզ տալիս է մյուս նվիրալի ձեռքին, րոպե մեկ քեզ գալիս է այն գրքերը, որտեղ ինչի համար Ռագասաթանայի մեջ, այսինքն երբ որ կենթանիակը ինքը կապվածություն ունի Աստծո հանդեպ, չէ՞, վերջում պետք է պարզաբանվի իր հավերժ հարաբերությունները Աստծո հետ։ Հասկանում եք, ու ինքը այդ ամբողջ ընթացքում ուսումնասիրում է հոգևոր աշխարհի հոգեբանությունը, որ իր տեղը գտնի։ Ինքը ով է։ Հասկացաք, չէ՞։ Ուտեղ բոլոր մաքուր նվիրալները իրանց գրքերով, եթե կան կենթանի, ուրեմն կենթանը, եթե չէ, ուրեմն իրանց գրքերով գալիս են այդ ազնվորության կյանք, ու ամեն մեկը ներկայացնում է կոպիտ ասած իր ռասան, այսինքն իր հարաբերությունները Աստծո հետ։ Հա? Նվիրալը մենակ դա է կարդում։ Փիլիսոփայություն բան է, դարձին իրեն բացի չի դարձնում։ Ինքը փիլիսոփայությունը ինքը մի անգամվան ուսումնասիրելու համար է։ Նյութական աշխարհից հրաժարվելու բաց։ Նյութական աշխարհից հրաժարվեցիր, փիլիսոփայությունը քո համար 0 արժեք ունի։ Շո դու արդեն հասել ես փիլիսոփայության գագաթնակետին։ Դու ճիշտ ես գնահատել նյութական աշխարհը ու ճիշտ վերաբերմունք ունես իր հանդեպ։ Всё, իդի բացավ։ Ինքը չի վերաբերվում դե ով ու ինչի ջանում ագահությունը, դա միջին հետաքրքիր չի։ Հիմա ինքը եկավ հոգևորին, չէ՞։ Այստեղ ինքը մտի հասկանա, ու այդ նվիրալների եւ բաները ինքը որ ուսումնասիրում է, աչայանները իրանք ասած են ասում մեկ էլ հոп, ու մի հատ նվիրալի դրվածքը իր դուրը ահա որ գալիս է։ Հա? Բայց հիմա տեսեք այստեղ ինչն է կարևոր։ Ինքը ազատագրված հոգի է։ Դա նշանակում է, որ ինքը նյութական էմոցիաների մեջ չի։ Այ որ այդտեղ այդ վիճակում է ինչ որ մեկը դուրը գալի, դա ռեալ հոգևոր բանն այլ են, հոգևորը սենց է։ Այդ արդեն ռեալ իր զարթնելու process-ն է։ Արդեն որպես հոգևոր էակ, հասկանում եք, չէ՞։ Ու այդտեղ ինքը մի անգամից այդ նվիրալին կապվում է, ու այդ նվիրալի գրքերից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չի ուզում լսի։ Հասկացաք։ Այդ նվիրալը իրան տանում է մինչև վերջ, մինչև քիչ հետ հանդիպում։ Հասկացաք։ Հիմա այդ նվիրալները, որոնք իրանք արդեն բան են, սպոնտան են, չէ, իրանք ունեն իրանց արտահայտումները։ Մենք անցյալ անգամ ես ասացի, որ մենք հաջորդ անգամ կդիտարկենք, թե ինչ որակներ ունեն մաքուր նվիրալները։ Ուրեմն ամենաառաջի պունկտը դա նա է, որ մաքուր նվիրալը ինքը երբեք իր արարածման մեջ չի մտնում նյութական աշխարհի քաոսից։ Հա? Որտեղ տեսեք օրինակ ասենք, չէ՞, մենք ինքս այդ ձևի պատկերացում ունենք, որ Սուրբը ինքը պետք է ասենց
Առավոտից իրիկու վաղ եթե հանգած տեսնում ա, որ մարդկության մազը մի հատ տեկվեց էս կոմենքում, ինքը պիլացի, ընգնի ողբի մեջ, ընգնի աստծո ոտքերը, աղաչի, աստվածջան հեռու տար քո զավակներից էս տարապանքը, եսի սուրպ ա։ Ուրեմն իրական հոգևոր մարդը, որը ինքը արդեն դուրս ա եկել այս աշխարհից, ինքը հոգևոր աշխարհ ա վերադառնում, իր առաջի սիմպտոմը էդ է։ Իր համար իր համար յութական աշխարհը սենց է։ Ստեղ ապրում են նախանց հոգիներ, որոնք սաղուրը իրանց էգոյը մի տանքի հետևից զանգած իրար գզում են։ Այդ իրանց գզելու հետևանքով ինչ-որ բաների են արժանի, ամեն ինչ գնում է ըստ Աստծո այդարության։ Այն չէ կարևոր, որ ինքը սկզբում իրականացնի Աստծո արդարությունը։ Այդ Աստծո արդարությունն է իրան դարձնում հանգիստ։ Որտեւ ինքը գիտի, որ կա մի ազնվորություն, որը ինքը ամեն ինչը տեղը տեղին, սենց, ով ինչի արժանի այն էլ ստանում է, ով ինչ պետք է այդ էլ անում է, իսկ ինքը որն է իր գլխավորը, ինքը գնում է, ինքը գնացող է, այսինքն ինքը հələ ընդեր չի հասել, որ արխայնանա, հասկանում եք, ու կարեկից դառնա գրաքարոսի։ Դրա համար այդ էտապում ինքը անտարբեր է, ու ինքը ագահ է դրա, որ գնա հասնի, որ ինչի, որտեղ ինքը, այդ որ ինքը ազատագրված է, ինքը զգում է, որ ինքը հոգի է, հասկանում եք, ինքը այլևս իր նյութական մարմնի հետ չի նույնացնում։ Ու դրա համար ինքը շատ ռեալ բանի հետևից է գնում։ Հասկանում եք։ Այդ իր համար թեորիա չի էլի։ Ինքը ռեալ, ինքը արդեն գիտի, ինքը գիտի չի էլի, այ վայ, ես ոնց հիմա գիտեմ, որ ես մարմինն եմ, չէ՞, այդպես ինքը գիտի, որ ինքը հոգի է, ու ինքը իր հոգու հետևից է գնում, որտեղ ինքը հասկանում է, որ որպես հոգի, ինքը դեռ օդի մեջ կախված է, ինքը դրանից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չի կարողանում մտածել, հասկանում եք, դրա համար իր կակրաս իրական այդ էտապում գտնվող հոգու համար ինքը անտարբեր է յութական աշխարհում կատարվող քաոսի հանդեպ։ Յութական աշխարհում ես պատկերավորացրեմ, չէ՞, այդպես ազնվորություններ իրանք սովորաբար օրինակի համար գիբալայներում են ապրում, կամ մեկուսի են ապրում, ու աշխարհում ինչ ուզում է կատարվի, իրանք այդ իրանց մեկուսացված վիճակի մեջից դուրս չեն գալի։ Հա։ Երկրորդը իրանք հոգևորից բացի ուրիշ ոչ մի բանի վրա այլևս ժամանակ չեն ծախսում։ Մարդ, կամուսին, կին, չգիտեմ, երեխա, հայրենիք, բան, այդ սա նոլ։ Հա։ Ինչու, որովհետև ինքը անում է ամենակարևոր բանը։ Հիմա տեսեք, ասենք, սա շատ պատասխանատու հարց է, չէ՞։ Իրականում այս կետի մեջ, գիտեք ինչքան, դուք ասեմ էլի ինչքան վատ մարդիկ կան, կենտրոնացած տեղ, չէ՞, որոնք ասենք իրանք անպատասխանատու մարդիկ են, գալիս են հոգևոր դաշտ, 3 հատ տեքստ են անգի սովորում ավետարանից, Ղորանից, Բագավաթ Գիտայից, իրանց շուտ գրվածքից, բանի տեքստ են ընդունում իրանք եսի մինչ հոգևոր զարգացածներ են, հա, պահկվում են դրա հետևից, որ մենք Աստծուց անենք, ու անտեն են թողնում նրանց, ում հանդեպ որ պարտականություններ ունեն։ Հա։ Հիմա տեսեք, շաստրանները իրանք ուրիշ բան են ասում են, որ անձնավորությունը ինքը ռեալ Աստծուն է ծառայում, չէ՞։ Աստված միշտ հոգատանում են կենդանիակների մասին, ում հանդեպ որ ինքը պարտականություն ուներ։ Հա։ Այսինքն այդ կենդանիակները իրանց հերթին պիտի տեսնեն, պիտի իրանց մաշկի վրա զգան, որ իրանց կյանքում ամեն ինչը սենց հեշտ է լինում, ինչ-որ օդից գալիս է, էլի։ Իրանք տեղ չունեն բողոքելու, որ դու ինչի հացը չբերեցիր։ Այդ հացը ինչ-որ մի տեղից գալիս է։ Սենց առանց բան ճիքերի, չէ՞։ Հիմա տեսեք, այդտեղ սիմպտոմ կա։ Եթե այդ դրա հետևը պահկվածը ինքը անկեղծ չի, հա, իր պարտականությունը կոպիտ ասած ճռռալով ուրիշն է անում։
Օրինակ ինքը գնացել է, իննա ստիպված աշխատում, որ կերակրի երեխեքին, օրինակի համար, հա, այդի նշանակում է, որ ինքը անկեղծ չի, հասկացաք, իսկ եթե ինքը օրինակի համար ասենք ընտանիքը, օրինակ էլի, թողել է ուսենք լուրջ լիարժեք խորասուզվել է հոգևորի մեջ, չէ, այդ կնոջ ամբողջ բաները օրինակ չգիտեմ, կեսուր կեսրարն են ապահովում, իրա ծնողներն են ապահովում, իչում իրա եղբայրը, ինչ-որ մեկը, այդ իրա իմինը նրանցից ովքեր որտեղ կնոջը պի տղամարդը պի պահի, չէ, այդ ինչ-որ մի տղամարդ իրա բարեկամներից, վեսնում է իրա վրա, չէ, ինքը նստացել է, որ մեկը գնացել է, եկել է, ինչ ա եղել, չոզ ամիս չէ, Մենակ ինքը ազնվորությունը չկա, էլի հասկացանք, չէ, բայց իրա պարտականությունները ինքն իրան լնում են, շո, ինքը չկա, եթե չկա գործադրում, ուրեմն ինքը սխալ է գնացել, ու Աստված իրան պատժկա չի անում, ու ինքը հետո իրա պարտականությունները չկատարելու համար պատժվելու է, Եթե մաքուր նվիրալի մասի չի խոսքը, հասկացաք, սրանք շատ բավերզնի կետեր են, էլի, հիմա, հաջորդը, ինքը ասում է, իրանց մտքի մեջ տրպանքի հանդեպ, միստիկական բաների, միստիկական ուժերի հանդեպ և զգարանները բավարարելու հանդեպ հետաքրքրություն չկա։ Հասկացաք, չէ, այդ հետաքրքրություն չկա, ինքը շատ կարևոր գաղափար է, որտեղ ինքը կարող է այս ամեն ինչը ունենա, բայց հետաքրքրություն չունի։ Կա, չկա իր համար մեկը, հասկացաք, հաջորդը ուրեմն, ինքը, տեսեք ասենք, տես, ինքը ինչ-որ կետեր ասես, չէ, որի թվում է հեռանում է, բան, մենակ ծառայում է, մտքի մեջ ոչի բան չկա, այսի չգիտեմ ինչը, հետո ինքը ասում է, ինքը մարդկանցից ամենալավն է, բայց ինքը իրան համարում է ամենաանկածը։ Ինչ է այսի նշանակում։ Բոլոր մարդիկ իր հետ շփվելուց տեսնում են, որ ինքը այս աշխարհից չի վաբժի։ Հա? Ու երբ որ ինքը հանկարծակի առիթ ունենում աշխարհի հետ շփվելու, ինքը այս աշխարհի հետ մենակ բարիությամբ ու կարեկցանքով է շփվում։ Հա? Բայց ինքը իրան համարում է ամենաանկածը, ինչի, որտեղ այս էտապում, այդ հատկապես այդ ռագսաթանայի էտապում, հոգևոր մարդու մոտ շատ սուր է այդ զգացմունքը, որ ինքը իրան չի կարողանում ների է, ինքը իրան չի կարողանում ների այդ բանը, որ ինքը գիտական աշխարհայք է։ Ինչի, որտեղ ինքը իմինը այդ էտապում է, որ ռեալ է գնահատում իր արարքը։ Հասկանում ես, քանի դեռ կենցանայակ ինքը պայմանավորված է, իրան ինչքան ուզում ես ասես, դու սխալ ես արել։ Ինքը բաղդի ինչը բաղդի, որ լավ, հասկացանք։ Չտես ինքը իրան մեղադրելու զգացում, հա, իրանից հեռու է մտնում։ Որտեղ ինչի, որտեղ ինքը մտածում է, որ ես երջանկության եմ արժանի, վсё։ Ես այս մարմինն եմ, ու այս մարմնով երջանկության եմ արժանի, բաց։ Դրա համար ինքը իրան իսկ ինքը արդեն ինքը գիտակցում է, որ ինքը հոգի է։ Ինքը լրիվ ուրիշ ձև է տեսնում նյութական աշխարհը։ Ինքը պատմում Աստված ջան, ես ինչ կինթանի մի փուշ եմ անում, ես ո՞ր կարող եմ, ես փոխի Իսրայել։ Հասկանում եք։ Դրա համար ինքը իրան ամենաանկածն է համարում, այդ միշտ իր մեջ պիտի տեսնեք, ես մանկուց նվիրալ եմ, բան, ցանկաց վիրավորող, դժոխք, բան, այդ տրամադրություններ, խոսքեր, որտեղ մարդիկ կան, որ իրանք դաժե համարձակվում են տենց բառեր ասեն։ Մաքուր նվիրալի դեր խաղալով, կամ էլ ասենք իրանց աշակերտներին են սովորացնում, որ են մնացածին ասեն, որ իրան չի կարելի, ման ինք ինչ էլ անի, ինքը սուրբ այսի մեծ է, դուք չեք հասկանում ինքը ինչ համար անում, գցեք թողից հասկացաք, չէ՞։ Իրականում այդ ազնվությունները իրանք ռեալ է հավորվում են, հիմա Իրանք բան են, վստահություն ունեն, որ գերագույն Աստծո անznավորությունը իրանք իր հանդեպ ողորմած աղներում։ Տեսեք, այս վստահությունը նայեք, մենք միշտ կասկածում ենք։ Չէ՞, ինչ ուզում ուզենանք, ինչքան ուզում աղոթենք, մենք միշտ կասկածում ենք։ Որ Աստված կտա թե չի տա։ Ինչի՞ որտեղ մենք տեսնում ենք, չէ՞, որ լիքը մարդիկ աղոթում են, չեն ստանում։ Չէ՞։
Մեր մտքով չի ասնում, որ ինքը հաղթողն է, չէ՞։ Իսկ այս կենդանիները իրանք արդեն գիտեն, որ ինքը հաղթողն է, հա։ Ու իրանք իմ ազատագրված դուք պատկերացնում եք ինչ է, որ կենդանիքը ինքը արդեն գիտի, որ ինքը հոգի է։ Ոչ թե լսել է, այլ իր ռեալությունը է դա, որ ինքը հոգի է։ Ինքը իր այս մարմինը ընկալում է, ոնց որ ես հիմա ընկալում եմ այս շորը։ Որ պրոստը իր վրայի հակած հակոսն է, չէ՞։ Իսկ այդ ինչ է նշանակում։ Ինքը գիտի, չէ, ինքը ճանապարհ է, չէ, իր հետ անցել։ Ինքը գիտի, չէ, ով է իրան ազատագրել։ Ինքը գիտի ինչի դիմաց է ազատագրել, չէ՞։ Դրա համար ինքը միշտ վստահ է, որ Աստված իրան օգնելու է։ Որտեղ որ ինքը հետ է նայում, իր հոգևոր կյանքի մեջ տենց էտապ չի եղել, երբ որ Աստված իրան չի օգնել իմինը հոգևորի մեջ առաջ գտալու, այլ որ ինքը հասուն չի, ինքը դա արհամարում է, հասկանում եք, հա, բայց ստեղ ինքը արդեն դեպի ուրիշ մակարդակի հասունության մասին է խոսքը, դրա համար այս կենդանիներն իրանք այն մատի պատմությունն է, բայց ինչի կտրեց, իրան չմորթեցին, ասին հասկացար ինչի կտրեց, բայց սկզբում ինքը ինչ ասեց, եթե ինքը կտրեց, ուրեմն ինչ-որ մի բան գիտի, այդ վստահությունն է, ու մենք դի հասկանանք, որ տեսեք ասենք, չէ, շատ հաճախ մարդուն հոգևոր կյանքի սկզբից են պահանջում, որ ինքը վստահի, հասկանում եք, արիացիների տրամաբանությունը զգացիք, իրանք ասում են դու անում ես այն ինչ-որ Աստված ասեց, հետո դու պիտի տեսնես, որ դիմացը մեծ բաներ ստացավ, որ վստահությունը ավելացավ, սկսեց վստահություն ձևավորվել իր հանդեպ։ Հասկանում եք, ու Աստված ինքը հենց այդպես ասում է, ինքը ասում է ես պատրաստ եմ այնքան քեզ աջակցեմ, մինչև դու նորից ինձ վստահես։ Մինչև դու այսպես ռեալ կյանքում համոզվես, որ ամեն անգամ երբ որ իրոք ինձի վստահել ես, դու ուրիշ արդյունք ես ստացել։ Եթե չես ստացել, ուրեմն իրականում ինչ-որ մի բանը նենց չես արել։ Հասկանում եք։ Հիմա այդ ազնվորությունները իրանց միակ շարժիչ ուժը մնում է Աստծո հետ հանդիպելու ցանկությունը։ Իրանք ասեցին, իրանք են որ օրեկան 2 ժամ են գնում։ Իրանք նենց ագահությամբ են կենտրոնացած այդ բանի վրա, որ երբ են Աստծուն հանդիպելու, ինքը արդեն հոգի է, հասկանում եք, ինքը հոգի է, ինքը երբ որ կարդում է այդ նվիրավների գրվածքները, իր աչքի առաջ հոգևոր աշխարհը կանը բացվի, հասկացա, չի գնեց արդեն հոգևոր զգացմունքների մեջ ապագայքը ագահությամբ է պահին ասպասում, թե երբ Աստծուն հանդիպելու, որտեղ իր համար արդեն դա ռեալ աշխարհաբառեր չեն, էլի։ Հաջորդը դա այն է, որ ինքը մեծագույն հաճույք է ստանում Սուրբ Անունները կրկնելուց, այսինքն եթե բոլորի համար եք ասում, մեծագույն հաճույք է ստանում աղոթելուց Աստծուն, Աստծո հետ խոսալուց։ Հա, հիմա ուղղակի մեր պրակտիկան ինքը տարբերվում է նրանով, որ մեզ տրված է Աստծո անունները, ու մենք այդ անուններն ենք կրկնում, Պապը ինքը շատ հանգիստ, երբ որ Հարե Քրիստո Մահմանդրան առաջարկում էր, ինքը ասում էր, ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Վերցնում եք 4 կերը, մի շրջան ասում եք, չգիտեմ, վեհանոց։ Հետո վերցնում եք 4 կերը, մի շրջան ասում եք Հարե Քրիշնա։ Ոչ դուք փորձարկում եք, թե ոնց եք ձեզի զգում, երբ որ վեհանոց ասեցիք, ես փորձել եմ։ 3 րոպե հետո վեհանոց որ ձեռքը գնի խեղդ ես։ Կոպիտ ասած։ Նա ուրեմն իրենք հատուկ բան են ստանում, հիմա տեսեք ասեք, այստեղ ինքը մի շատ կարևոր թեմա է առաջ գալիս, էլի։ Օգնեցիք, հա։ Ուրեմն այդ կարևոր թեման ինքը որն է, այլ ես էլ ասեմ մնացած, քիչ մնացել 2 փոքր մնաց, իմացեք ասեմ, այլ սա։ Այլ 2 ժամ ենք խոսում։ Ուրեմն ինչի մասն է խոսքը, էլի, տեսեք ասեք, նայեք, ինքը ասում է, ինքը հաճույք է ստանում Աստծո անունները կրկնելուց։ Կենդանիակը, երբ որ ինքը պայմանավորված է, ուզում ես իրան Աստծո անունը տուր, ուզում ես վեհանոց անունը տուր,
իր համար մեկը։ Հասկանում եք, ինքը պրոստը իրան ասում են էսի Աստծոն, հա, դու գործ չունես, դու կրկնի։ Ինքը պրոստը, հավա, վստահում, հա, եթե այդ մարդուն վստահում ալեն վստահում, այդ անլվես, նա սկսում է կրկնել, հետո նայում է, տեսնի ինչ ա ալնում, չէ, միշտ, ես միշտ ասում եմ, հոգևոր կյանքում ինքը պրոցեսը չի նպատակը միշտ արդյունքն է, միշտ նայես, քեզ ինչ արդյունք տվեց, այդ արդյունքը, որ դու ստանում ես, քեզ լավ է, թե լավ չի, այն վիճակը, որի մեջ դու ընկնում ես, քո համար լավ է, թե լավ չի, всё, հասկանում եք, բայց այստեղ ինքը շատ կարևոր բան է ասում, այդ նվիրյալը ինքը ճանաչել գիտի, որ նա Աստծուն է, իսկ որը չէ, հասկանում եք, այսինքն ինքը տարբերում է տափակ նյութական վիբրացիան հոգևոր վիբրացիայից, դրա համար հենց որ ինքը իրական Աստծունն է տալի, ինքը միանգամից էքստազի մեջ է ընկնում, հասկացաք, իսկ նյութական պայմանավորված կենդանիակի համար մեկը, ինքը կարա մանտրա կրկնի, հետո դուրս գա, չէ, սկզբական այդ этаպում իր համար Վեհանուշի անունն ավելի քաղցր է, քան Աստծու անունը, ինքը Աստծու անունը կրկնում է, որ Վեհանուշի հետ ամեն ինչ լավ չէ, լուր չեմ ասում, դա տես չի, Իրականում եթե մենք մեզ կողքից նայենք, էդի շատ ծիծաղալի է, էլի, по-доброму, էլի ծիծաղալու, եսի միշտ չենք անում, չենք սպանում, հասկացաք, չէ, բայց այս կետը ինքը դրա մասին է խոսում, որ իրանք արդեն տրանսցենդենտալ վիբրացիան տարբերում են, ու դրա համար ասենք, տեսեք, հիմա իրան որ ասես բան, բա ինչ տարբերություն, ունակ հիմա եթե ես ձեզ ասեմ, ինչ տարբերություն, Մարինե ես ասում, թե Կրիշնա ես ասում, դուք ասես առանձնապես տարբերություն չկա, օրինակի համար, հասկանում եք, իսկ ինքը իրան այդ Մարինեի մտարի չես կարա ստիպես որ կրկնի, հա, բայց հենց որ իրալիզմ դա է անգնում տրանսցենդենտալ վիբրացիան, ինքը միանգամից էքստազի մեջ է անգնում ու չի կարողանում փոխվի, հասկացաք, այսի շատ է կարևոր ու հետաքրքիր punkt է, էլի, հաջորդը դա է նա, որ ինքը շատ մեծ հետաքրքրություն է ռագասաթրնայի մեջ, այդ է, ինքը շատ մեծ հետաքրքրություն է ցույց տալիս հոգևոր հարաբերությունները նկարագրող, Աստծո գործողությունները նկարագրող նվիրալների եւ գրվածքների վրա։ Ու վերջինը դա նա է, որ այդպիսի մարդիկ իրանք միշտ ձգտում են, որպեսզի բնակվեն այնտեղ, ինչ որ կոչվում է սրբավայրեր, այսինքն այն վայրերում, որտեղ տեսեք, ես ինչ ասի, չէ՞, սկզբում ասի Կալիյուգան կամ աստվածամերության դարաշրջանը, դա ինքը ատմոսֆերան կեղտ է, որտեղ ինքը լցված է տագիտության գոյավիճակով, այստեղ կրքերի գոյավիճակի արտահայտությունը մենք ընկալում ենք որպես առաքինություն, հասկանում եք, ինքան բանը, իսկ մաքուր նվիրալները իրանք որ էներգետիկ անշատ սուր զգացող են, չէ, իրանք սիրում են լինել են վայրերում, որտեղ այն վայրերում, որտեղ գործել են մաքուր նվիրալները, այն վայրերում, որտեղ գործել է Գերագույն Աստծո անձնավորությունը, էդի այն պարտալներ են, հա, ու մաքուր նվիրալը ինքը երբ որ ընկնում է այդտեղ, ինքը սիրում է այդտեղ լինել, այդտեղից դուրս չգալ, երբ որ ինքը արդեն կամ ասենք մեր դարաշրջանում ես միշտ ասում եմ, մի հատ բան կա էլի, որ Տեր Ճայտանյանի ողորմածությամբ մենք կարողանում ենք Սուրբ Վայրը բերենք մեր տուն։ Հա, երբ որ ալտար ողջեր։ Երբ որ իմինը մեր օրաններն ենք կազմակերպում, չէ, մենք Սուրբ Վայրը բերում ենք մեր տուն։ Հատկապես երբ որ Գովարդանից քար ենք բերում, չէ, Վարշավայից քար են բերում, չգիտեմ, Պլատակոնդայից ջուր, բաց, ամեն ինչ իրանք այդ հոգևոր բան ստեղծողներն են, էլի, հասկացաք, ու հատկապես երբ որ աստվածություններին ենք ծառայում, ու եթե մենք դա նորմալ ենք անում, Գերագույն Աստծո, կամ եթե մենք մեդիտացիայի կետում ենք մեջ, չէ, այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արտահայտվում է, որտեղ իրականում մեդիտացիան ընդունողը Աստվածն է, իրական մեդիտացիան է,
Հասկանում եք սերներս, ուրեմն ես էլ սպոնտան նվիրալների որակավորումները, որտեղ ես կարծում եմ, որ ամենակարևորը, որը մենք պետք է հասկանանք, դա նա է, որ իրական սրբերը, այդ երբ որ իրանք նոր մտել են իրական սրբության մեջ եւ արդեն կենտրոնացած են նրա վրա, որ վերադառնան հոգևոր աշխարհ, այդ этаպում գտնվողները իրանք անտարբեր են կենդանիների նյութական խնդիրների հանդեպ։ Այդ պահպատին, երբ որ Հնդկաստանում գալիս է դաշնակն չէ աղքատները, եւ որ այդ աղքատները որ լսում էին, որ ինքը այնտեղ է, ինքը բոլորը հասկանում էին, որ եթե դաժե ինքը եսի միջի, ինքը հաստատ իմենա սվամիա, այսինքն բարձր մակարդակի հոգևորականը, ու աղքատները միշտ գալիս են իրանք հնդկեն, ասում են աշիվատ, այսինքն մեղքերի թողություն եմ խնդրում։ Ու Պրաբհուպադը ինքը երբեք ոչ մի այդպիսի անձնավորության գլխին ձեռք չի դրել։ Ինքը միշտ ասում էր, ես մեղքերի թողություն չեմ տալիս։ Ես տալիս եմ Աստծո վերցրու Աստծո անունը եւ ինքդ քո մեղքերը վառի։ Հասկացաք։ Ու էդի պայմանավորված կենդանիակի համար կարող է տվալ, որ իրանք դաժան են։ Բայց իրանք դաժան չեն։ Իրանք ուղղակի նյութական աշխարհի հանդեպ արդար են, այդ этаպում իրանք կարեկցանքը հələ չունեն։ Իրանք ստեղ կարեկցանք ունեն, որտեղ իրանք էլ են իրանց մեջ։ Մեկ էլ ընդեղ կարեկցանք։ Հասկացաք, չէ՞, այս օգնությունը հասկացաք, որ իր մեջ է, դրա համար նույն բաների մեջ շահագրգռված է, էլի։ Իսկ այստեղ ինքը արդեն մաքուր նվիրալ է։ Ինքը այնա, որ հասկանում է, Աստված ինչքան է ուզում, որ ընկած կենդանիները վերադառնան, համար կարեկցանքով անցված։ Իսկ ստեղ ինքը նյութական աշխարհի հանդեպ կույր է, всё, չկա այս աշխարհը, բայց ես իմ աշխարհի կյանքի ամենամեծ սխալն է։ Ու ինքը այս этаպում շահագրգռված է մենակ նրա մեջ, որ հասնի իր վերջնական նպատակին։ Ուստեղ ինքը դրանով է անհանգստացած, դրանով է ապրում, դրանով է շնչում, ու ես դաժե մի sense բան կասեմ, էլի, իրականում այդ սպոնտան նվիրալները, երբ որ իրանց շեղում են կենտրոնացումից, իրանք կարող են շատ ներվային լինեն։ Ու դու կարող ես դաժե մտածել, ես ինչ չեմ յակե, որ մարդը մուսես ներվայից է։ Հասկացաք։ Բայց այ ոնց է ջղայնանում աստվածամեր մարդը, երբ որ իրան փորձում ես կենտրոնացնես Աստծո վրա, չէ՞, այ 20 անգամ ավելի ներվայնանում այն կենդանիակը, որ ինքը արդեն հոգևորի Աստծո վրա կենտրոնացած ու մեկ էլ իրան ինչ-որ մեկ էլ գալիս է բանը։ Պողոսես, որ դու չեք, կողքնիշ, որ դու վերադառնա, հասկանում ես էդ իր համար ինչ է։ Հասկացաք, չէ՞, բայց դուք պետք է այդ դա տեսնեք, որ ինքը այսպես լիարժեք առավոտից երեկո ինքը խորասուզված է բաների մեջ, ու իրանք մի հատ շատ կարևոր որակ ունեն, իրանց մոտ այդ կարգավորիչ սկզբունքները թուլանում է։ Ունակ իրանք կարող է աստվածություն ունենան, բայց չծառայեն։ Հասկանում եք, հիմա տեսեք, ինչով են տարբերվում, ասենք, վատ հոգևորականը, այդ զարգացած հոգևորականից։ Իրանք տարբերվում են սրանով։ Վատ կեղծ հոգևորականը, չէ, ինքը անտեսում է կարգավորիչ սկզբունքները, որ գնա նյութական աշխարհ։ Այսինքն, որ զբաղվի նյութական գործերով։ Սպոնտան նվիրալը ինքը կարող է կարգավորիչ սկզբունքները անտեսի, որովհետև այդ պահին ահա որ կենտրոնացած է։ Ես միշտ ասում եմ, օրինակ պատկերացրեք, նվիրալը ինքը կանգնած, չգիտեմ, Ռուպա Գոսվամիի, ասենք, պատմվածքներից մեկն է կարդում, որտեղ Ռուպա Գոսվամին նկարագրում է հոգևոր աշխարհը, չէ՞, դեղի հարաբերությունները բան։ Ու ինքը հիմա խորասուզված է այդ տրամադրությունների մեջ են փաստորեն հոգևոր տեսակետը, ինքը կատարելության մեջ է այդ պահին հաստատված։ Մեկ էլ ինքը պիտի ասի, բայց սպասեք, լավ, ես ձեր հոգևոր աշխարհով զբաղեցի, անսուր է սուր բան է։ Այդ տենց չի աշխատում։ Բայց իրանք սիմպտոմը ինքը էդ է, որ իրանք արհամարում են էսի, որովհետև ավելի խորը պլաստերում են գտնվում։ Այսինքն
այս արտաքինից մարմնով կարգավորի սկզբունքները կատարելը ինքը պարտադիր է նրանց համար, ում գիտակցությունը նյութական աշխարհում է։ Ու դա իրանց նյութական աշխարհից պոկող հանգամանքն է։ Ինքը արդեն պոկված է։ Հասկանում եք, ինքը ոչ մի կարիք չունի նյութի մեջ ինչ-որ գործողություններ անի, որ իր հոգևոր կյանքը պահի։ Ինքը կպած է, մեր դեպքում ինքը կպած է մանտրային, ինքը կպած է ատրիչենիային, բացարձակ հրաժարված է, ու ինքը կպած է հոգևոր իրականությունը ուսումնասիրելուն։ Իր համար այդ մնացած մարմնի գործողությունները ինքը քանիսին վեր կացավ, ինքը կարող է ամբողջ գիշեր էքստազի մեջ լինի, առավոտը 7-ին բարգի քնի։ Հասկացաք, չէ՞։ Դրա համար Բաքսինով Թակուրը հետագայում կասի այն նրանք, ովքեր կարգավորի սկզբունքներով են զբաղված, իրանք ռասրաժենիա ունեն այդ նվիրանների համար։ Արտաքինից թողանեց, որ իրանք ինչ զբաղվեն, էլի։ Ես ուր ես կանել, իրանք կներեք և երկար ստացվեց։ Просто